բացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը նախագահ Մավակենի քարտուղարության Բաղդասարյանի շարունակում է թիվ ՀԿԴ կոտորակ 0211 կոտորակ 02 կոտորակ 23 քաղաքացիական գործի քննություն նստայցի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Նամ Սամվել Ալբերտի Մայրաբեծյանի եւ մյուսների ապօրինի ցակումնեցող ոգի բռնական պահանջի մասին։ Դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել դատարանին, թե ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արևիկ Գավուրյանը, ներկայացել են Սամվել Մայրաբեծյանի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանը, պատասխանող Լևոն Սուլթանյանը, պատասխանող Գոհար Քյավյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը, դատավարության մյուս մասնակիցներից ամուսնացեն չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում ներկա են Հանրային հեռուստաընկերության օպերատոր Արման Թովմասյանը եւ իրավաբանկետ օպերատոր Տիգրան Լուկասյանը վերջինները ցանկանում են կատարել դատական նիստի տեսանկարահանում ուղիղ հեռարձակում։ Ինավան առաջին անգամ նստով ներկայացել Հարգելի դատարան, ես Արևիկ Նամանը, գլխավոր դատախազության ապօրինի վարչության դատախազ, ներկայացնեմ վկայականը եւ կարիքական ներկայացնել նախորդի դիմումների ներկայացրել դատարան, որտեղ նաեւ տեսել էի հրամանի պատճենը եւ անհանգստացող նստի պատճենը։ Գործում մարկա է գլխավոր դատախազի հրամանի պատճենը 452-ից-ա թվագրված 12/12/2024 թվականին, որով Արևիկ Ավյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ցակումնեցող ոգի բռնական գործի վարչության դատախազի պաշտոնի 2024 թվականի դեկտեմբերի 9-ից եւ ներկայացվել է ծառայական վկայական եւ հանցահաստատող փաստաթղթի պատճենը գործում արկա է տրված Արևիկ Ավյանին։ Դատարան զեկույցներն եւ լիազորությունները հաստատվում են դատախազության մասին օրենքի ապօրինի ցակումնեցող ոգի բռնական պահանջի մասին օրենքի հիման վրա։ Ինչ կարծիք եք կողմերը, որպեսզի գործի քննությունը շարունակենք դատավարության մյուս մասնակիցների բացակայությամբ։ Ինչ կարծիք եք կողմերը, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարահանվի ուղիղ հեռարձակմամբ։ Ձեր մասով պարոն Բաբյան։ Միայն ձեր մասով։ Նկատեմ, որ ձեզ չնկարահանեն, բայց դատարանի եւ մյուս կողմին։ Առարկան որպեսի նկարանեն պայմանավորված են հանգամանքով բազմազավար ֆինանսական գործում են, որտեղ ֆինանսական որոշակի տվյալներ են շոշափվում եւ երրորդ անձնական այս առումով թույլտվությունը չեն ստացել եւ առհասարակ մեր շահերից ելնելով գտնում են, որ նկարանում նպատակներ չկան։ Շատ լավ, լսելով կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով դատական նիստի տեսա եւ լուսանկարումն իրականացում է կողմերի համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ նկատի ունենալով, որ պատասխանողները եւ պատասխանողների ներկայացուցիչները առարկում են, դատարանը որոշեց չթույլատրել այսօրվա դատական նիստի տեսանկարահանումը ձայնագրառողն իրականացում է ընդհանուր կարգով։ Շարունակենք նախնական դատական նիստի լուծման հակահարցերի քննարկումը, դատարանը հիշեցնում է, որ հայցի առարկային հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվել, որը որ դատարանը բավարարել էր ժամկետը տրամադրել կողմերին, որպեսզի փոփոխված հայցի առարկային հիմքի վերաբերյալ ներկայացնեն գրավոր պատասխաններ եւ գրավոր պատասխաններ են ստացել Սվետլանա Հակոբյանի ներկայացուցիչ պատասխանող Լևոն Սուլթանյանից, երրորդ անձինք Local Developers, Ansfer, SPI, LD Mobile, հայկական երկրորդ հեռուստաալիք, Progress Armenia SPI-ից պատասխան է ստացվել Միքայել Մայրաբեծյանի ներկայացուցիչ պատասխան է ստացվել Սամվել Մայրաբեծյանի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանից եւ Գոհար Քյավյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանից։ Ստացել եք։ Շատ լավ, այդ դեպքում կարող ենք անցնել փոփոխված հայցի առարկայի հիմքի ներկայացումից, այո, ես միջնորդություն ունեմ, ինչի հետ կապված հիմքի եւ առարկայի փոփոխության վերաբերյալ, պարզաբանեմ ինչու, քանի որ նոր տվյալներ են ստացել պաշտոնի ստանձնումով կապված եւ ժամանակահատվածի հետ կապված, ուստի վերահաշվարկ է կատարվել եւ այստեղ
բարիթում նաև մեկտեղվել է կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն նախորդ հայցինքի առարկայի փոփոխությամբ շեշտադրում է կատարվել հանցավորության դեմ պայքարին, եւ ըստ էության նախորդի այդ տվյալները մենք չունեինք, լրացուցիչ տվյալների ստացման արդյունքում կարողացել ենք արդեն իրավական առումով վերլուծել եւ կատարել վերահաշվարկ, ինչու եւ թույլ է տալիս ներկայացնել հայցինքի առարկայի միջնորդությունը, կարծում եմ հետագայում ավելի արդյունավետ լինի, որպեսզի հիմա ներկայացնի միջնորդությունը, քանի որ ամբողջական հենց հայցը փոփոխվում է, ըստ էության հաշվարկը եւս։ Մենք մինչև չպարզենք արդեն հիմնական հայցի, այսպես ասած, առարկայում հիմքը, մենք չենք կարող անցնել դրա փոփոխությանը, այնպես որ կողմերի դիրքորոշմանն են սպասում այս առումով, արդյոք կարող ենք միջնորդությունը քննարկել առանց հիմնական հայցի առարկայի, արդեն փոփոխված հայցի առարկայի հիմքը պարզելու։ Հաշվի դատան համակարգ դատարանի հետ կարծում եմ, որ մենք այս բանը պետք է հստակեցնենք նախ արդենից ներկայացված հայցի հիմնարարական, դրա հետ կապված մենք ներկայացնում ենք արդենից պատասխանում եւ ունենք որոշակի դիրքորոշումներ, ուրեմն այս հիմնարարական փոփոխությունից հետո մենք կարծում ենք կարող ենք անցնել հաջորդի դեպքերից, դրա նպատակարարություն առհասարակ քննարկել փոփոխված, ասենք ասեմ, վերջնական հայցի հիմքի առարկայի շրջանակներում։ Հարգելի դատարան, կարծում եմ արդյունավետ չի լինի նշված փուլում քննարկել գործող հայցի հիմքի եւ առարկան, քանի որ այն հաշվարկները, այն հարցերը, որոնք հիմա բարձրացվելու են, ըստ էության հայցվորը արդեն այլ պահանջ է ունենալու։ Եվ այն, ինչ որ հիմա կքննարկվի, հետագայում հայցվորը այդ ամենը փոփոխելու է եւ նորից մի շրջապտույտի մեջ են։ Տիկին Աբոյան, դա քաղաքացիական դատավարության կարգն է։ Մենք հայցի առարկայի հիմքի փոփոխությունը կարող ենք քննարկել միայն այն ժամանակ, երբ որ մենք բարձենք, թե սկզբնապես ներկայացված հայցը ինչի մասին է առհասարակ։ Հարգելի դատարան, քանի որ ներկայացվել է նաև պատասխան, ներկայացվել է նաև դիրքորոշում, պատասխանողների ներկայացուցիչների պատասխանողների կողմից։ Եվ ըստ էության այդ դիրքորոշման շուրջ քննարկելը առարկայազուրկ է դառնում, քանի որ մենք նաև այլ պահանջ ունենք եւ այլ Սահմանադրական դատարանի այլ նպատակների ներքո ենք նաև բարույթը ըստ էության շարունակելու։ Ասեք, պարոն Բաբան, կրկնվելու է մի որոշ ժամանակ հետո, հարգելի դատարան։ Պարոն Բաբան, ասեք։ Հարգելի դատարան, տեսեք, հայցինք եւ առարկայի փոփոխության թույլտվությունը դատարանի կողմից արվել է։ Հաջորդի հարցերից մեկը, որը որ մենք քննարկելու ենք, ապրիորի ներկայացվելիք հայցի փոփոխության, նոր հայցի փոփոխության համատեքստում, օրինակ պատասխանող կողմը ունի հնարավորություն առարկելու նմանատիպ առհասարակ փոփոխություն թույլատրելու կապակցությամբ։ Մենք հենց դեռ չունենք վերջնական այս պահի դրությամբ գործող հայցը, որը որ նույնով մենք պետք է ենթադրենք փոփոխության։ Այս պահին մենք փոփոխություն թույլատրել է, այդ հանգամանքները դեռ բարձրացած չեն, դուք ասում եք նորից ենք ուզում փոփոխել։ Մենք պետք է ունենանք գործող հայց կամ ճարի բարձրացում, որի շրջանակներում ձեր կողմից առաջարկող փոփոխության վերաբերյալ, նոր փոփոխության վերաբերյալ մենք կարողանանք դիրքորոշում անել։ Դա քաղաքացիական դատավարության կանոն է եւ տեխնիկական նպատակահարմարությունը ստեղ կարծում եմ երկրորդականը եւ երրորդականը, որտեղ մենք այս պայմանությամբ չունենք հլը դեռ ճշտված հայց։ Հիմա դուք այդ ճշտված հայցը եւս ուզում եք փոփոխել։ Այս պայմաններում մենք չենք կարող շարժվել։ Տեխնիկապես այո, ունենք ճշտված հայց, բայց իրականում հայցը շատ լավ ճշտված է, ընդհանրապես ճշգրտում էր կատարվել ՍԴ որոշման համատեքստում եւ ըստ էության ժամկետներ փոփոխվել։ Տիկին Աբոյան, ձեր դիրքորոշումը դատարանի համար պարզ է եւ ընդունելի չի, մենք քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգը չենք փոփոխել, հաշվառնելով, որ կողմի համար անհրաժեշտ է, որպեսզի այս պայմանությամբ հայցի առարկայում հիմքը պարզվի, հաշվառնելով, որ հարցադրումներ կան եւ նոր դրանից հետո կարող է ձեր միջնորդությունը ներկայացնել, որպեսզի դրա վերաբերյալ կողմերը կարողանան իրենց դիրքորոշումը ներկայացնել։ Սկզբնապես ներկայացված հայցի համեմատությամբ։ Այնպես որ անցնում ենք փոփոխված հայցի առարկայի եւ հիմքի պարզման գործընթացին, Տիկին Աբոյան, ներկայացրեք փոփոխված հայցի առարկայում հիմքը, կարող եք հակիրճ ներկայացնել, հետո հարցերով փորձենք պարզել դա։ Հարգելի դատարան, փոփոխված հայցի հիմքը հանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավասումարին բարիթը հարուցել, բարիթի շրջանակում սկսել է ուսումնասիրության արդյունքում իրականացվել է օրենքով նախատեսված իր լիազորությունը հարցումները իրականացնել եւ այլն, եւ դրա արդյունքում ձեռք է բերել տվյալներ, որի շրջանակում
համոզվել է, որ Սամվել Մայրապետյանը եւ իր հետ փոխկապակցված անձանց պատկանում են ապօրին ծագումներով գույքեր եւ դրա շրջանակում ներկայացրել է հայցը, ըստ էության հայցը այս պարագայում շեշտադրում է կատարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակում, սակայն ես ուզում եմ հայտարարել, թեև դատարանը ցույց չտվեց հայցի հիմքի առարկայի փոփոխությունը ներկայացնեմ, սակայն ես ամեն դեպքում հայտարարում եմ եւ ուզում եմ սա հստակ արձանագրել, որ այս վարույթում գործում է կոռուպցիայի դեմ պայքարը, թեև հայցի հիմքի առարկայի փոփոխությունը դե ֆակտո ես չկարողացա իրականացնել, ամեն դեպքում այստեղ նաեւ իրավունքի հարց է, փաստ է, որ Սամվել Մայրապետյանը զբաղեցրել է հայտարարատու պաշտոն եւ ըստ էության արդեն հայտարարատու պաշտոնատար անձ լինելու հանգամանքը հիմք է, որպեսզի ենթադրենք, որ այստեղ գործում է թե կոռուպցիայի դեմ պայքարի եւ հանցավորության դեմ պայքարի նպատակները։ Կարիք կա հարկելի դատարան ներկայացնել նաեւ այն գույքերը, որոնք որ պահանջում ներկայացված են բռնապետման մասով։ Անհրաժեշտ տեսնում եք բան բան։ Գույքերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա այստեղից։ Շատ լավ։ Այլ բան չունեք ավելացնելու։ Հարկելի դատարան ըստ էության փոփոխությունը հիմնականում կատարված էր Սանդրական դատարանի որոշման համատեքստում, շեշտադրումը կատարվել է հանցավորության դեմ պայքարի նպատակի մասով։ Հարցեր կար։ Իհարկե։ Այդ տեսեք, կարող եք նշել ուսումնասիրությունը ինչ հիմքով է սկսվել եւ երբ։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եւ սկսվել է քրեական բարույթ նախաձեռնելու Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի հիմքով։ Կարող եք նշել, որ մեղադրանք, որ հոդվածն է վերաբերել։ Մեղադրյալ է ներգրավել այդ փուլում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի երկրորդ մասով, 205-րդ հոդվածի որպես օժանդակող երկրորդ մասով, ներողություն 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով նախատեսված հանրային վտանգավոր արարքների կատարման համար։ Չէ, կոնկրետ այդ հանցագործության քրեական գործն Ես կոնկրետ հոդվածներն եմ նշում, Չէ, որ հոդվածը հիմք ծառայեց, որի հիմքով սկսեցիք իրականացնել ուսումնասիրություն։ Ուսումնասիրություն սկսելու համար հիմք են ծառայել, ապօրին ծագումներով գույքի բռնականացման մասին օրենքով նախատեսված այն դրույթները, որոնք որ նախատեսված են քրեական օրենսգրքով, այն է փողերի լվացման մեջ առկա մեղադրանքը։ Այսինքն Սամվել Մայրապետյանը մեղադրվում է փողերի լվացման օժանդակության մեջ, որի հիմքով նախաձեռնվել է նաև քրեական բարույթ, նաև այդ մեղադրանքները են առաջադրված Սամվել Մայրապետյանի եւ դրա համատեքստում սկսվել է ուսումնասիրությունը, քանի որ փողերի լվացման հոդվածը նախատեսված է ապօրին ծագումներով գույքի բռնականացման մասին օրենքով։ Այդ դեպքում կարող եք բացատրել, թե ինչու է մատնանշել 205 հոդվածի հիմքով սկսել ուսումնասիրել, փոփոխված էր հայցադիմի մեջ, նշել եք, որ 2004 թվականից ուսումնասիրությունը իրականացնում է 2004 թվականից։ Իսկ արդյոք իրավասու կաշկանդվածություն ունի, թե ինչ պետք է նշի սկսելու որոշման մեջ։ Հարցս է մի քիչ հստակեցնեմ գործընթացը։ Տեսեք, այգի ապօրին ծագումներով գույքի բռնականացման մասին օրենքը նախատեսում է այն նախատեսված հանցագործության տեսակները, որի հիմքով կարող է սկսվել ուսումնասիրություն եւ կարող է ներկայացնել հայցադիմում ուրեմն ապօրին ծագումներով գույքի բռնականացման մասին օրենքները։ Այդ կարող եք մատնանշել ուրեմն օրենքով նախատեսված որ հոդվածի հիմքով է սկսվել ուսումնասիրությունը եւ ներկայացվել է հայցադիմում։ Ներկայացուցիչ ես նշել եմ, եթե կարիքը կա նորից նշել եք մի քանի հոդվածներ նշեցիք, մասնավոր մի քանի։ Ուսումնասիրությունը սկսելու որոշման մեջ նաև նշված են մի շարք հոդվածներ, բայց ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել փողերի լվացման հոդվածը։ Փողերի լվացման հոդվածը 190 հոդված։ 2003 թվականին քրեական օրենսգրքի ճշգրտ է, ոչ թե գործող, այլ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով։
Ձեր փոխված հայցադիմում դուք ներկայացրել եք նաև դիրքորոշում առայն, որ թեև 190 հոդվածի համատեքստում մերձագրվող արարքը կատարվել է 2008 թվականից, մենք տենց ընկալեցինք, խնդրում ես առումով հստակեցեք։ Սակայն դուք դիտարկում եք, որ նախկինում էլ է կատարվել անցավոր արարք, որը թեև նախատեսված չի 197 հոդվածով, սակայն դեռ կա ինչ-որ կապակցվածություն և դուք դիտարկում եք նաև, որ այդ արարքով կատարված գործողությունները և այդ ընթացքում ձեռք բերված գույքային զանգվածը ևս կարող է հանդիսանալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով բռնագանձման արարքը։ Ճիշտ եմ ընդունում։ Հայցի նյութի առարկայի փոփոխությամբ նաև ներկայացվել էր այլ հոդվածների մասով մեր դիրքորոշումը, որ այլ հոդվածներով, որոնք որ առաջադրվել են Սամվել Մայրապետյանին, մեղադրանքին առաջադրվել, ենթադրվում էր, որ Սամվել Մայրապետյանը ստացել է գույքային ֆինանսական օգուտ, գույքային օգուտ եւ ըստ էության գեներացրել է հանցավոր գույք, հանցավոր ծախսում ունեցող գույք, որը որ տեղավորվում է հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակում։ Հարցը հստակեցնեմ, մասնավորապես դուք խոսում եք 205 հոդվածով կատարված գործողությունների մասին, ստեղ մի հաջորդ հարցներ իհարկե ծագելու, բայց ինչևից է դուք խոսում եք 205 հոդվածով նախատեսված ապրիորի գործողությունների մասին եւ այդ գործողությունների արդյունքում տեսականորեն ձեռբերված, այսպես ասած, այդ ժամանակաշրջանի գույքը եւս դիտարկում եք որպես ապօրինի ծագում ունեցող գույքի առարկա։ Այո, դիտարկում եք իրավական հիմքեր գույքի առարկա, այստեղ պետք է դիտարկել նաև Սանդրական դատարանի որոշման մեկնաբանությունների որոշումը։ Ըստ էության Սանդրական դատարանը արձանագրել է երկու նպատակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ հանցավորության դեմ պայքարի նպատակը։ Ինչպես նշեցի, այս վարույթում գործում են երկու նպատակները՝ կոռուպցիայի դեմ պայքարը եւ հանցավորության դեմ պայքարը։ Հանցավորության դեմ պայքարը թեև շրջանում է կատարվել, բայց ըստ էության թե որ նպատակի ներքո է վարույթը սկսվել, ըստ էության դա իրավական հարց է, իրավունքի հարց է, իրավասու մարմինը որից է պարտավորվածություն չունի այդտեղ ամրագրելու կոնկրետ նպատակը։ Ուղղակի քանի որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա, դրա համար ենք հայցինքի առարկայի փոփոխություն ներկայացրել։ Սա ուզում եմ հստակ նշել, որ այս երկու նպատակները այստեղ գործում են, այսինքն 2004 թվականից որ հաշվարկը կատարվել է, թե հանցավորության դեմ պայքարի նպատակն է գործում, եւ թե կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը։ 1996 թվականի նոյեմբերի 18-ից Սամվել Մայրապետյանը զբաղեցրել է կրթության գիտության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ինչը համարժեք է ներկայիս գործող կրթության գիտության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնին, ինչը ուսումնասիրությունը սկսելու պահին գործող հանրային ծառայության օրենքի խմբագրության, եթե ներկայիս խմբագրության հանդիսանում է հայտարարատու պաշտոն, եւ ըստ էության այս երկու նպատակներն էլ մեկտեղված է այս վարույթում։ Մենք ձեր կողմից մատնանշված երկրորդ նպատակի մասին տեղեկություններ չունենք, որը նոր ենք բարձրաձայնում, մենք այս պահին քննարկում ենք ձեր կողմից կատարված հայցադիումի փոփոխությունը եւ հայցադիումի փոփոխությունը ուրվագծված է ամբողջությամբ հանցավորության դեմ պայքարի շրջանակում, ինչպես դուք նշեցիք, ուրեմն Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո։ Սակայն այստեղ պետք է առարկենք հարգելի դատարան, որովհետեւ փաստորեն ստեղծում է այսպիսի մի իրավիճակ, որ ըստ էության այս որը ներկայացնում է մի հանցակազմ, որը որ նախատեսված չի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ունենալով, մասնավորապես խոսքը գնում է 205 հոդվածի մասին եւ այդ հանցակազմի եւս դիտարկում է որպես ուրեմն հիմք ուսումնասիրություն իրականացնելու համար եւ գույքի բռնագանձման պահանջ ներկայացնելու համար, որը նախատեսված չէ թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով, ինչպես նաև նշվեց, Սահմանադրական դատարանի որոշումը հստակ նախատեսում է այն հանցագործությունը, որը որ պետք է նախատեսված լինի օրենքով։ Հայցորը իրավասու չէ դուրս գալու ուրեմն օրենքով նախատեսված հանցագործությունների շրջանակներից եւ օրինակ վաղը կարող ենք մենք մտածել, որ միգուցե մի արարք կատարած լիներ ապրիորի են ասում տեսականորեն, պատասխանող կողմը եւ եւս ավելացնել այդ հանցակազմը։ Սա գտնում եմ, որ իրավաչափ չէ, հարգելի դատարան եւ այս առումով մենք առարկում ենք եւ մեր պատասխանում դրա մասին խոսել ենք եւ եթե անհրաժեշտություն կա, ես պետք է ցիտեմ
նաև Սահմանադրական դատարանի մատնանշված կարելի ասել այդ թեստը, որտեղ որ հստակ նախատեսվում է, թե այն բոլոր պարտադիր պայմանները, որոնք պետք է արկա լինեն, դա միգուցե չցիտեմ, բայց խոսքը վերաբերում է կոնկրետ առանցքը այս դեպքում վերաբերում է կոնկրետ հանցագործությանը։ 205 հոդվածը, որը որ դուք հիմա մատնանշում եք, ուսումնասիրության առարկա չի դարձել եւ չէ կարող դառնալ, որովհետեւ նախատեսված չի օրենքով, այցադեմի փոփոխությունով դուք հիմա փորձում եք ներկայացնել այդ հանցակազմը, որպեսզի ուրեմն կարծում եմ գույքային զանգվածը հայցապահանջում լինի ավելի շատ, քան ուրեմն բուն օրենքով նախատեսված հանցագործության կատարման հետ է ըստ էության կարող է կապ ունենալ, այդ հարցն մենք դեռ պետք է բարձր։ Այսքան հարգելի դատան։ Ես հարցնում եմ։ Պարոն հարցերն Ես ուզում եմ մի քիչ ավելի կոնկրետ անենք, այսինքն մասնավորապես երբ որ այդ որ կողմը նշում է, ես նոր մեղադրանքը, որը նախորդ ինքը առարկայի մեջ չի եղել, լրիվ համաձայն լինելով գործընկերների հետ, ամեն դեպքում ուզում եմ հասկանալ, այսինքն կոնկրետ ոչ թե հոդվածով, այլ բովանդակությունը, միտքը, այսինքն կոնկրետ ինչ հանցավոր առարկա կատարվել, որի արդյունքում կարող է ձեռքբերվել ապօրինի գույք։ Ես այս հարցը հենց այնպես չեմ տալել, հետո կվատողակի, որպեսզի կոնկրետ լինի, որպեսզի ավելորդ չծանրաբեռնեմ, ոչ ձեզ ոչ դատարանին, էլի։ Այսինքն կոնկրետ առարկը ինչ է տեղի ունեցել։ Որը ենթադրաբար, այո, որը ասում եք, այս նոր մեղադրանքը, որը այսինքն ուսումնասիրության հիմք չի ծառայել, չէ կարող ծառայել մեր պնդման, բայց դուք գտնում եք, որ ինքը կարող է ծառայել, դուք աշխատված չեք։ Հիմա իմ ասածը կոնկրետ է նա, որ իմ կոնկրետ այդ առարկը ինչ է եղել, էլի։ Ինչ է տեղի ունեցել։ Հանցագործումը բնույթով ինչ է իրանից ներկայացնում։ Բնութագրեք առարկը։ Այ 205 հոդվածով, չէ, մեր ձեր իրավական գիտելիքների ամենևին էլ այդպես ստուգում չենք իրականացնում, պարզապես մեր խնդիրն է հասկանալ եւ գործընկերոջս հարցը արդեն գործընկերոջս հարցը ինչի է ուղղված, որպեսզի եթե դուք հիմա բնութագրեք ինչպիսի գործողություններ են կատարել, միգուցե մենք ձեզ համար բարձրաբանենք մի որոշակի հանգամանքներ, որը որ ձեր համար դուրս սփռի այս հայցապահանջը ներկայացնելու անթույլատրելիության հանգամանքի։ Այ ինչ արարք եք դուք դիտարկում, որ կատարել է Սամվել Մայրապետյանը, որպեսզի պայմաններում արկա է, օրինակ, ապրիորի, դիցուկ օրենքով է նախատեսված լինել 205 հոդվածը, եւ դուք հնարավորություններ ունենաք այդպիսի հայցապահանջ ներկայացնելու, դատարան։ Ինչպիսի արարք եք կատարել, ինչ գործողություններ եք կատարել։ Հարգելի դատարան, նախ նորից եմ ուզում նշել, որ այստեղ մեր կարծիքով երկու նպատակներն են գործում է եւ ըստ էության իրավունքի հարց է այստեղ։ Արդյոք իրավասում անունը պարտավոր է բոլոր իրավական նորմերը եւ իրավունքի նպատակները նշել հայցադիմում։ Կարծում եմ ոչ, եւ դա չի ելքում քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքներից։ Ըստ էության, եթե հայցապահանջը ներկայացվեր առանց իրավական նորմերը նշելու, դա ըստ էության չի բացառում դրա քննարկումը։ Բացի դրանից, ինչպես նշեցի, երկու նպատակը երբ որ մեկտեղում են, այստեղ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը 96 թվականից գործում է։ Ասում եք, ինչպես է 2004 թվականից գործում, ինչպես է 2004 թվականից իրավասում անունը պահանջ ներկայացել բռնականացման մասով, շատ պարզ, թե 1996 թվականի պաշտոնի ստանձնման մասով տեղեկատվության առկայության պարագայում ընդունելով այդ հանգամանքը, եւ թե այն հանգամանքը, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում էր հանցավոր գործունեության իրականացման մեջ։ Եվ այս վարույթում, ինչպես նշում եմ, գործում է երկու նպատակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ հանցավորության դեմ պայքարի։ Մենք հիմա քննարկում ենք միայն հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակներում ձեր կողմից ներկայացված։ Ես չեմ կարող տարանջատել, քանի որ այս երկու նպատակը այս վարույթում գործում է եւ հայցապահանջը ըստ էության ներառում է այս երկու նպատակը։ Դե պատասխանեք հարցին Տիկին Աբան, ինչ արարքների համար է, որ ձեր պատկերացմամբ արարքների արդյունքում գեներացվել է ապօրին ծագում ունեցող գույք։ Ուսումնասիրությունը սկսելու որոշման մեջ նշված բոլոր արարքների համար, հարգելի դատարան, քանի որ հանցավորության դեմ պայքարի նպատակը սկսում է այն պահից, երբ որ իրավասում անունը ստանում է համապատասխան տեղեկատվություն օրենքով նախատեսված հանցանքի կատարման մասին եւ ըստ էության այդ հանցանքը, որը նախատեսված է ապօրին ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքով,
դա հենց հիմք է ուսումնասիրություն սկսելու համար։ Կոնկրետ արարքները, նշեք կոնկրետ արարքները։ Քանի որ մենք բանավորության կարգով ենք գործիքնությունը իրականացնում, կոնկրետ նշեք արարքները ու այդ հարցը հնչեցվել է նաև պատասխանողների կողմից, ուրեմն պարզ չէ։ Մենք հիմա այդ փուլում ենք գտնում, որ պարզում ենք հայցի առարկան եւ իրավական հիմքերը։ Եթե այդքան պարզ լիներ, որևէ մեկը այդ հարցը չէր առաջանում։ Հասկանալի է, ուղղակի ցույց տվեցիք, ես ավարտեմ, ցույց տվեք ավարտեմ, եւ ըստ էության, եթե կիսատ լինի, նորից կպարզաբանեմ։ Ամեն դեպքում խնդրում եմ թույլ տալ իմ դիրքորոշումը ամբողջությամբ ներկայացնել, ամենայն հարգանքով։ Այստեղ քանի որ գործում են ըստ էության հանցավորության դեմ պայքարի նպատակով եւ ըստ էության ուսումնասիրությունը, քանի որ սկսվել է փողերի լվացման հանցանքի կատարման հիմքով, ուսումնասիրության հենց խթան է հանդիսանում այն հանցանքը, որը նախատեսված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքով։ Այդ հանցավորության դեմ պայքարի նպատակը շատ ավելի լայն է մեր կարծիքով եւ ըստ էության չի կաշկանդվում միայն փողերի լվացման կամ հափշտակության հոդվածներով, եթե անձը օրինակ մեղադրվում է այլ հանցանքի մեջ, օրինակ հարկերից խուսափելու պայմանի մեջ, եւ ըստ էության դա ենթադրում է ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն, ըստ էության հանցավորության դեմ պայքարը չի բացառում նաեւ դրա շրջանակում իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություն, քանի որ ըստ էության ֆինանսական օգուտ գեներացնելու հանգամանքը այստեղ հիմնավորված է եւ ըստ էության այդ հանցանքի եւ գույքի անուղղակի կապը այստեղ ծախսի եկամուտների հենց վերլուծության արդյունքում բացահայտվում է։ Այսինքն, եթե անձը կատարել է ենթադրյալ հանցանք եւ ըստ էության մեղադրվում հանցանքի մեջ եւ այդ հանցանքը ներառված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքով, ուսումնասիրությունը սկսվում է եւ ըստ էության հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակում ուսումնասիրվում են այդ անձին պատկանող գույքերը եւ այդ անձին պատկանող գույքերը ստեղծած ծախսի եկամուտ վերլուծության արդյունքում է ուսումնասիրվում եւ դա իր մեջ ներառում է նաեւ հանցավորության դեմ պայքարի ամբողջական նպատակը։ Այստեղ կարծում եմ նեղ մեկնաբանություն է կողմերի կողմից ներկայացում, որը ըստ էության շատ նեղացնում է եւ խաթարում է հանցավորության դեմ պայքարի նպատակի էությունը։ Ավարտեցիք։ Այո։ Պարոն Սոթանյան։ Ես դրա մասին չեմ հարցրել, իմ հարցը շատ կոնկրետ է։ Ասում եք այդ հանցավորության դեմ պայքարի նպատակը հետապնդելուց դուք ինչ արարք եք տեսել կոնկրետ մարդու գործի մեջ, իր արարքների մեջ ո՞րն է եղել հանցավոր եւ ինչ կոպիտ ասած տնտեսական շահը կարողացել ստանալ այդ մարդը այդ արարքի արդյունքում։ Հարց եմ տալ, այսինքն բան այդպես շուտ լուրջ վերլուծական հարց չեմ տալի, շատ կոնկրետ է հարցը, ասում եմ դուք նշում եք, որ մենք հաշվի ենք առել նաև այս հանցակազմը, դրա համար մեր հաշվարկը սկսել է 2004 թվականից։ Հիմա ասում ենք, որ նաև ունենք նոր տեղեկություն, որը կասեն դրա համար դի սկսենք 94 թվականից, դա առանձին հարց է, երբ որ կասենք, մենք ուսումնասիրենք, եթե հարց լինի կտանք։ Կոնկրետ այս ինչ որ արդեն ասել եք, ինձ ուղղակի դա է պետք հասկանալ, կոնկրետ ինչ արարք է կատարել այդ մարդը ձեզ, որի արդյունքում առաջացել է ենթադրյալ հանցավոր գույք, որը դուք այս ուրեմն օրենքի շրջանակներով ուրեմն փորձում եք բռնականացնել։ Սամվել Մայրապետյանը մեղադրվում էր փողերի լվացման առնչության մեջ, հարկերից, տուրքերից վճարումից խուսափելու մեջ եւ ինչպես նշեցի, ուսումնասիրությունը սկսել է փողերի լվացման հոդվածի հիմքով, այնուհետև արդեն գործել է հանցավորության դեմ պայքարի նպատակը, որի շրջանակում ուսումնասիրվել են Սամվել Մայրապետյանի պատկանող բոլոր գույքերը եւ ըստ էության Սամվելական դատարանը այստեղ երկու դիտարկում արել հանցանքի եւ գույքի հետ կապի մասով, ուղղակի եւ անուղղակի։ Հիմա կա ուղղակի կապ եւ կա անուղղակի կապ։ Քանի որ այս գործում մենք ներկայացնում ենք անուղղակի կապի հիմքով եւ մեր դիրքորոշմամբ այստեղ անուղղակի կապը ինչպես է արտահայտվում։ Իրավասու մարմինը ծախսերի եւ եկամուտների վերլուծություն է կատարում եւ ըստ էության այն գույքերը, որոնք չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, ըստ էության
հենց անուղղակի կապ է ունենում հանցավորության հետ, հանցանքի, ենթադրյալ հանցանքի հետ, եւ ըստ էության այստեղ գործում է հանցավորության դեմ պայքարի նպատակը։ Այսինքն այստեղ կարևոր հանգամանք է, որ հանցանքը ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն տա, ունենք փողերի լվացման հոդված, ունենք հարկերից խուսափելու հոդված, որոնք որ ակնհայտորեն ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն են տալիս։ Եվ այս հոդվածների, հենց այս մեղադրանքների համատեքստում կատարվել է ծախս եկամուտ վերլուծությունը։ Հիմա եթե իրավասու մարմինը օրինակ կատարել է ծախս եկամուտ վերլուծությունը, դա հենց ուղղակիորեն, ուզում եմ ամփոփել, ուղղակիորեն հենց արտահայտում է այդ գույքի եւ հանցանքի հետ կապը։ Քանի որ ըստ էության օրենսդիր մարմինը այլ պարտականություններ իրավասու մարմնի նկատմամբ չի դրել, քանի որ ըստ էության հիմնական հենց պահանջը ապօրինի ծախս ունեցող գույքի նկատմամբ օրենքով իրավասու մարմինը պետք է ուսումնասիրի անձին պատկանող գույքը եւ բացահայտի ապօրինի գույքերը, այսինքն ծախս եկամուտ է վերլուծում, անձին հայտնի եկամուտներն է վերլուծում, նյութեր է հավաքում եւ դրա արդյունքում է հենց վերլուծում է բոլոր գույքերը, որ դուք ասում եք ինչը կապ ունի, ինչը կապ չունի։ Ես չեմ ասա ինչը կապ, ասում եմ որ հանցանքն է կոնկրետ։ Հա, ես ասում, որ չեմ ասել ինչը կապ ունի, ինչը կապ, ես դրան չեմ ասել, հա, ես կոնկրետ հիմա դուք ասեցիք փաստորեն որ սկսվել է փողերի լվացումով, ճիշտ է։ Հետո ըստ ձեզ ավելացել է նաև հարկերից խուսափումը, ճիշտ է, ստացած այդ պատասխանը։ Ներողություն, շարունակել է փողերի լվացումով եւ նաև Չէ, շարունակել է ինչը։ փողերի լվացման հոդվածի գործոնը եւս շարունակել։ Հա, չի դադարել։ Չէ, չեմ ասում դադարել, նշանակի ունեմ ուսումնասիրությունը սկսվել է ըստ ձեզ փողերի լվացումով, ճիշտ է։ Եվ հետո ինչ-որ պահի ի հայտ եկել հարկերից խուսափումը եւ ինչը վերջ դեռ շարունակվել է։ Պահի հայտ չի եկել։ Հարկերից խուսափումը միշտ ի հայտ է եկել, միշտ եղել է, եւ ըստ էության այն իրավաչափ հիմքը, որը իրավասու մարմինը կաշկանդված է եղել ուսումնասիրությունը սկսել բացառապես օրենքով նախատեսված հոդվածներով, իրավասու մարմինը հենց այդ հոդվածով է սկսել եւ սկսել է արդեն ուսումնասիրությունը։ Ամեն դեպքում ուզում եմ արձանագրել եւս մեկ անգամ, որ այստեղ չի գործում միայն հանցավորության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը եւս ի սկզբանե գործել է։ Ես հասկացած եմ։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք, ըստ ձեզ, այսինքն օրենքի տրամաբանությունը ենթադրենք ՍԴ որոշումը դեռ չի եղել, որովհետև այս հայցը քննվել է հայև մինչև ՍԴ-ի որոշումը։ Դուք որ պատմում եք, որ հանցավորության դեմ պայքարի նպատակ կա, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ կա, այդ նպատակները ՍԴ որոշումով չեն ծագել, իրանք ի սկզբանե եղել են օրենքի հիմքում։ Երբ որ դուք ասում եք, որ իրավասու մարմինը իրականացնում ուսումնասիրություն, այսինքն եկամուտներ եւ ծախսերի վերլուծությունը անում, այդ պահանջը եղել է օրենքով ի սկզբանե, այսինքն դա բնույթն է ուսումնասիրության։ Ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքի ուսումնասիրության բնույթը դա մարդու եկամուտների եւ ծախսերի վերլուծությունն է։ Հիմա որ դուք ասում եք այդ վերլուծությունը ինքնին դա ստեղծում է կապ ենթադրյալ հանցագործության հետ, դա որևիցե իրավական հիմք այդ պնդման չկա։ Այսինքն եթե դա այդպես լիներ, ՍԴ որոշում չէր կայացնի։ Իմաստ չէր ունենա ՍԴ որոշում, այլ այսինքն ՍԴ չի ասել, այ ոնց գրված է օրենքով, որ այդ ուսումնասիրում եք եկամուտներն ու ծախսերը եւ եթե գտնում եք անհավատացությունը, ուրեմն ինքնին դա կապ է հանցագործության հետ։ Այս ՍԴ շատ կոնկրետ ասել է որպեսզի սա համարվի սահմանադրական, պետք է լինի կապ հանցագործության հետ, ընդ որում այն հանցագործության հետ, որը օրենքով սահմանված հանցագործություն է, ոչ թե հենց այնց հանցագործության հետ։ Հետևաբար, դրա համար իմ հարցը շատ կոնկրետ է, ես ասում եմ, օրենքով սահմանված որ հանցագործություններն են, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որի մասին այսօր չենք կարող խոսանք, կաշկանդված ենք անում, որ չունենք այդ տվյալը ձեր ասած, էլի, որը լեզ, մենք դրա մասն ենք խոսենք, բայց այսօր պայքարությամբ, այն ինչ որ ունենք այս մասերը փորձենք հասկանալ, նոր անցնենք մյուսին։ Հիմա այդ եմ ասում, դուք ասում եք, որ ուսումնասիրությունը սկսել է փողերի լվացման հանցակազմը տեսնելով, այնուհետև գումարվել է չգիտեմ, բանը հարկերից խուսափումը եւ այլն, այսպես գնացել է։
Հիմա սկսենք այն հոդվածից, որը օրենքով սահմանված է, փողերի լվացման մասնախոսքը, որով սկսվել է ուսումնասիրությունը։ Խնդրում եմ ինձ ասեք, ուրեմն Սամվել Մայրապետյանին մեզ է գրվել է փողերի լվացում կոնկրետ։ Թե չէ, թե ինչ ամեն սա գրվել է, երբ որ սկսվել է ուսումնասիրությունը։ Հարցը մեզ Ես որպեսզի հասկանա, ես որ դուք ասացիք հիմա ես ընկալեմ որպես դիրքորոշում, թե նախորդի ձեր ասածներին է պատասխանը։ Խնդրում կասեք։ կարող եք պատասխանել, եթե գտնում եք նպատակներ։ Շատ հարգելի դատարան, Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով նախատեսված հանրավետանգավոր արարքի կատարումներ, այսինքն փողերի լվացումը։ Սամվել Մայրապետյանը մեղադրվում էր փողերի լվացման մեջ։ Փողերի լվացումը նախատեսված է որպես ապօրինի բռնական համարժեք նախատեսված այդ հանցանքները, որոնք որ ազդակ են իրավասու մարմին սկսելու այդ ուսումնասիրությունը։ Իսկ այն պնդումը, որ հանցավորության դեմ պայքարի եւ կոռուպցիայի դեմ պայքարը որևիցե տեղ ամրագրված չէ, այս առումով ձեզ հետ թույլ տվեք չհամաձայնել։ Սամբերական դատարանի հայտնի 1776 որոշման մեջ ամրագրված է, որ Սամբերական դատարանը անդրադառնալով օրենքի հիմնավորումներին նշել է, որ օրենքի հիմնավորումները նշում է, որ ըստ էության ներկայացված է, որ առանց մեղադրանքի դատավճիռների ակտիվների բռնականացումը կարևորագույն գործիք է կոռուպցիոն եւ այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնականացնելու եւ այլն։ Այսինքն այն պնդումը, որ երբևիցե կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը կամ հանցագործության դեմ պայքարի նպատակը մինչև ՍԴ որոշումը չի գործել, դա իրականում այդքան էլ այդպես չէ։ Չեմ ասում, հակառակն եմ ասում, մի սկզբանե գործել է։ Բայց եկեք ընդունենք այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի եւ հանցավորության դեմ պայքարի նպատակի շեշտադրումը ըստ էության կարիք չի եղել մինչև ՍԴ որոշումը, այսինքն ՍԴ որոշումը ըստ էության նորի լողություն է եւ դրա համատեքստում է անհրաժեշտ է վերանայել եւ կատարել անհրաժեշտ փոփոխություններ, եթե այդպիսին կարգա են կամ կատարել անհրաժեշտ շեշտադրումներ, եթե այդպիսին արգա են։ Հիմա մեր կարծիքով այս գործում կոռուպցիայի դեմ պայքարը եւս ի սկզբանե գործել է եւ եթե ՍԴ որոշման համատեքստում օրինակ կարիք լիներ վերահաշվարկի, այո վերահաշվարկով կներկայացնենք եւ ներկայացրել են։ Սակայն եթե վերահաշվարկի կարիք չլիներ, ես հիմքի փոփոխություն չէի ներկայացնելու, որովհետեւ դա բացառապես իրավունքի հարց է։ Ես նշում եմ, որ մեր վարույթում գործել է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը։ Մենք ունեցել ենք տվյալ աշխատանք անց հանդիսանալու վերաբերյալ, այստեղ մեկտեղված է այս երկուսը եւ այդ երկուսը իրար չեն բացառում։ Ես չեմ ասում բացառում։ Դե ամենքում ես ինձ դիրքորոշում։ Չէ, ես ուզում եմ ասեմ, որ կարող դուք ճիշտ չեք հասկացել, ես դա չեմ ասել։ Ես ասում եմ, որ ես դեռևս չունեմ ձեր այդ հայցին քարակել փոփոխություն, կարդամ դրանք կոռուպցիայի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ո՞րն է, որ կարող համաձայնվել կամ չհամաձայնվել։ Չէ, ես նկատում եմ, որ ես դրա համար դրա մասին չեմ խոսում, էլի, բայց իմ հարցը հետևյալն է, նորից եմ ասում, այդ մարդուն փաստորեն ձեզ մեղադրել են փողերի լվացման մեջ, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ է, այդ կոնկրետ հարցի պատասխանը ճիշտ եմ տալեցի։ Ոչ միայն։ Չէ, այդ սկիզբը, որ հանդիսացել է հիմք, որպեսզի սկսվի ուսումնասիրել, ճիշտ եմ հասկանում։ Մենք ճշտում անենք, փողերի լվացման մեջ են մեղադրել, թե փողերի լվացման օժանդակության մեջ են մեղադրել։ 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով Այսինքն լվացման, ոչ թե օժանդակության, այլ լվացման։ Ըստ էության ուսումնասիրությունը սկսելու հիմքում ներկայացված է 190-րդ հոդվածը առանց 38 հոդվածի, որը ենթադրում է առանց օժանդակության։ Շատ։ Փողերի լվացումը իր բնույթով դա հանցագործություն է, որը տեղի է ունենում ինչ-որ մի հատ այլ հանցագործությունից հետո։ Այսինքն փողերի լվացման արդյունքում չի գոյանում ֆինանսական եկամուտ, այսինքն չի գոյանում ապօրինի ենթադրյալ գույք։ Ինքը պետք է ի սկզբանե մի հատ հանցագործության արդյունքում մի հատ ապօրինի գույք գոյանա, որը հետո փողերի լվացման միջոցով այդ գույքը ենթադրվում է, որ կարող է օրինականացվում
Հիմա ուզում եմ հասկանամ, այդ որ հանցագործությունն է, որը ներկայացված է, բայց ուզում եմ հասկանամ, եւ այդ հանցագործության արդյունքում ինչ ենթադրյալ ապօրինի գույք, ինչ չափի եւ ինչ գույք է ենթադրվում, որ կարող էր ձեռք բերվել Սամվել Մանրապետյանի կողմից, որ հետո էլ դուք այդ գույքը մանեք եկել։ Այսինքն ինքը իմաստը օրենքի հետևյալն է, չէ՞, ինչ-որ հանցագործություն է ենթադրյալ գոյություն ունեն, չէ՞։ Այդ ենթադրյալ հանցագործության արդյունքում ենթադրվում է, որ գոյություն ծագել է, ասենք, ապօրինի գույքը առաջացել, այդ ապօրինի գույքը ենթադրվում է, որ հնարավոր չի քրեական դատավարության կարգով ստանալ, այլ կարգով ստանալ, ասենք, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով այդ իսկ պատճառով կիրառվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով հնարավորությունը։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս լայնածավալ ուսումնասիրությունը, որը իրականացվել է, եւ արդեն այսօրվա ՍԴ որոշման հիմքի արկայության պայմաններում ես ուզում եմ հասկանամ, մասնարարպես իրավասու մարմինը այդ ուսումնասիրությունը, որ սկսել է, այդ փողերի լվացման ենթադրյալ հանցանքը, որ տեսել է, մինչև այդ նկարագրել այդ որ հանցանքներն են տեղի ունեցել, որ հետո այդ փողերի լվացումը տեղի ունեցել։ Այդ հանցանքի արդյունքում ուզում ենք հասկանալ, միգուցե ընդհանրապես հնարավոր չէ, որ Սամվել Մանրապետյանը որևիցե ֆինանսական օգուտ ստանար, որ հետո էլ դուք ման գաք այդ ենթադրյալ հանցավոր գույքը։ Իսկ միգուցե շատ էլ հնարավոր է, ուզում եմ հասկանալ, դրա համար եմ այս հարցերը տալի այսքան ժամանակ, ուզում եմ հասկանալ, կոնկրետ որ հանցանքն է, ինչ արարք է, արդյունքում ենթադրաբար ինչ ապօրինի գույքը առաջացել, որ դուք էլ իրան մանեք եկեք ու գտելեք հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, ասենք նպատակների շրջանակներում եւ եկամուտների եւ ծախսերի տարբերության մեջ փորձել եք իրան գտնել։ Ուզում եմ հասկանալ, ինչ փող են ման գալի, էլի։ Այսինքն դա ենթադրենք, օրինակ չգիտեմ 10 դրամ է, 10 միլիարդ դրամ է, թե 10 տրիլիոն դրամ է, բայց ինչի՞ց է էլի դառնի դա։ Ինչ փող է։ Հարգելի դատարան, հարգեր ջանթերցեմ, հա, ուսումնասիրությունը սկսելու որոշման հիմքը։ Քրեական գործով Սամվել Ալբերտի Մանրապետյանը 2020 թվականի հուլիսի 17-ին որպես մեղադրյալ ներգրավել քրեական հարցերքի մի շարք հոդվածներով ընդգծած արդեն նշվեց, այն հանրային վտանգավոր այն արարքի կատարման համար, որ մեկ այլ անձի օգտին գործողություններ կատարելու 2008 թվականի փետրվարի 14-ից մինչև մայիսի 26-ին պատժամի խմբակցություն, օժանդակել է մշտապես իշխանության ներկայացուցիչի կառավարչական, տնօրինական, վարչական, տեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի անձանց նախնական համաձայնության ստանալ առանձնապես խոշոր չափերով 2 միլիոն դրամի համարժեք 6 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառքի գնահատի ստանալու համար պատասխանատվությունից խուսափելու։ Սա մեկ դեպք է։ Մնացած դեպքերը վերաբերում են արդեն հարկերից խուսափելուն, որը ևս եթե դատարանը թույլ տա ընթերցեմ։ Ես ներողություն եմ խնդրում, մի հատ մի դեպքից ավարտենք, որպեսզի հասկանանք։ Չէ, այստեղ բոլորը փոխկապակցված են։ Ներողություն եմ խնդրում։ Դուք կապում եք գույքը ուղղակիորեն հանցանքի հետ։ Ես չեմ կապում։ Չէ, դուք կապում եք, ասում եք որտեղից ես ասեմ, որպեսզի չէ, դուք ինձ ցիտում եք, չէ, դուք ինձ ցիտում եք, ես խնդրում եմ։ Ես այդպես եմ ընկալել։ Դե ես ասում եմ, կապում եմ ոչ թե ես, կապում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, ես չեմ կապում։ Դա ձեր գնահատականն է, ՍԴ որոշման, իսկ մեր գնահատականը այլ է, հարկերի պատասխանող։ Այստեղ հանցանքի եւ գույքի սանդրական դատան, ինչպես նշեցի, խոսում է երկու կապի մասին, երկու հնարավոր կապի, ուղղակի եւ անուղղակի։ Ինչ ասել է ուղղակի կապ, այսինքն հանցանքը ուղղակիորեն կապված է գույքի հետ։ Տվյալ դեպքում օրինակ կաշառքի գումարը, տվյալ դեպքում գումարը ուղղակիորեն ստացվել է հանցավոր գործունեության հետ։ Եվ այստեղ արդեն խոսքը գնում է երկրորդ տեսակի մասին, անուղղակի կապի մասին։ Անուղղակի կապի դեպքում այստեղ ուղղակիորեն իրավասու մարմինը պարտականություններ չունի ապացուցելու որևիցե փաստաթղթային կամ, չգիտեմ, բանկային փոխանցման եղանակով արդյոք այդ գումարը ուղղակիորեն առնչվում է այդ հանցանքի հետ։ Այլապես, եթե իրավասու մարմինը նման պարտականություն ունենա, այլապես
քրեական վարույթի շրջանակում հանցավոր գործունեության արդյունքում, հա, ստացված գույքի մասով բռնականացման ենթակա գույքի վերաբերյալ այդ գույքային հայցի ներկայացումը այստեղ կարող է ներկայացվել ստացվում է, որովհետև եթե հանցանքի հետ կապը գույքի ուղղակի պետք է լինի կամ անուղղակին էլի մոտիկ պետք է լինի ուղղակին, ապա ստացվում է ծախս եկամուտ վերլուծությունը առարկայազուրկ է եւ ստացվում է ընդհանրապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վարույթի շրջանակում պետք է առաջնորդվել քրեական վարույթով նախատեսված հանցավոր գործունեության արդյունքում բռնականացման ենթակա գույքերի վերաբերյալ կարգավորումից, ինչը թույլ տվեք չհամաձայնվել եւ ըստ էության այս վարույթում դա ընդհանրապես չի գործում, որովհետեւ մենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վարույթում ենք, այստեղ կարևոր է հենց ծախս եկամուտ վերլուծությունը եւ ըստ էության անուղղակի կապը հենց ապացուցում է ծախս եկամուտ վերլուծությունը։ Միայն այն հանգամանքը, որ անձը հանցավոր գործունեություն է իրականացրել եւ մեղադրվել է ֆինանսական օգուտ գեներացնող հանցանքի մեջ եւ անձի օրինական եկամուտները բավարար չեն նրա գույքերի օրինականությունը հիմնավորելու համար, այստեղ իրավասու մարմինը կարող է եզրահանգել, որ տվյալ գույքը ունի ապօրինի ծագում։ Այսինքն ըստ ձեզ ստացվում է, որ եթե մարդը մեղադրվում է որևէ արարքի մեջ, որը տեսականորեն կարող է առաջացնել ուրեմն հանցավոր ծագում ունեցող գույք ձևի դառնան, այլևս որևիցե կապ այդ գույքի ենթադրյալ չափի, այդ գույքի ձեռքբերման հնարավորության կամ անհնարինության հետ եւ ձեր վերլուծության արդյունքում ձեռք բերված տվյալն հետ այլևս անհրաժեշտ չի։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ես հանցանքներից որևէ մեկին օրենքով նախատեսված առնչություն ունեցող անձից հայց ներկայացնելու պահի դրությամբ 50 միլիոն դրամի արժեքը գերազանցող եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող պատասխանողին վերագրվող հանցանքին առնչվող այն գույքի բռնականությունը, որի ձեռքբերման օրինականությունը հիմնավորման համար պատասխանող է արդար դատականության իրավունքն ապահովեցնելու պայմաններում վերջինս չի հիմնավորվում գույքի ձեռքբերման օրինականությունը, խնդրահարույց չէ սահմանադրության 60-րդ հոդվածի 70-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքի տեսանյութից։ Ուստի այստեղ կարծում եմ կարևոր է առանձնացնել ՍԴ որոշմամբ ամրագրված այս 3 պայմանները այն է, օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկին օրենքի իմաստով առնչություն ունեցող անձ հայց ներկայացնելու պահի դրությամբ 50 միլիոնը գերազանցող գույք, օրինական եկամուտներով չհիմնավորվող պատասխանողին վերագրվող հանցանք։ Այսինքն այս 3 կոմպոնենտը այս հայցում առկա է, ավելին այստեղ առկա է նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, ինչքան էլ դուք ուզում եք թեքել, չգիտեմ, շեշտադրում չանել, ամեն դեպքում չթողնել, որ ես պատասխանեմ այդ ձևով, ամեն դեպքում ես նշում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը այս վարույթում ևս գործում է եւ անբաժանելի է այս վարույթից։ Շատ լավ, որպես որպեսզի դուք սխալ չընկալեք իմ ասածը, ես մի քանի անգամ նույնիսկ իմ հարցի մեջ եւ իմ դարբյունների մեջ ձեզ ցույց եմ այն իմաստով, ասում եմ, այո, դուք հետապնդել եք կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, ես եմ դրանից փորձում եմ շեղել։ Դուք հանցավորության դեմ պայքարի նպատակի միգուցե հետապնդել։ Ես դեմ չեմ։ Իմ հարցը կոնկրետ է, որովհետև տեսեք, դուք ցույց եք Սահմանադրական դատարանի որոշման 169 կետը, շատ ճիշտ կետ եք ցույց։ Ու ասում եմ, նորից կարդամ, որ դուք նոր կարդացիք։ Ի վերջո, Սահմանադրական դատարանը գտնում է որ օրենքով հետապնդվող հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակներում 1. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսած հանցանքներից որևէ մեկին, այսինքն դրանից դուրս հանցանքներին չի կարող վերաբերել։ Առնչություն ունեցող։ Հա, առնչություն։ Առնչություն ունեցող։ Այսինքն խոսքը հիմա դրանից դուրս առնչություն չի կարող լինել։ Այլապես ստացվում է, որ համ ՍԴ-ն անիմաստ որոշում կայացրել, համ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը, որովհետև դուրս է գալիս, որ օրինակ եմ ասում, ասենք ցանկացած հանցանք իրար առնչվում է, որտեղ բոլորը ներառված են հայաստանական քրեական օրենսգիրքում օրինակ, կամ ասենք ենթադրենք ճանաչում ես մեկին, որը նաև կատարել է ինչ-որ հանցանք ենթադրել, այսինքն կոնկրետ է, ասում է հանցանքը որն է, որ ներառված է օրենքում այդ հանցանքների սպառիչ ցուցակը, եւ ասում է
օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 4 կետով նախատեսված հանցանքներից որևէ մեկին օրենքի իմաստով առնչություն ունեցող անձից, այսինքն ասում է այդ հանցանքին, կոնկրետ հանցանքին օրենքի իմաստով առնչություն ունեցող անձից երկրորդ հայցը ներկայացրել պայթյունությամբ 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի արժեքը գերազանցող եւ երրորդ օրինական եկամուտներով չհիմնավորվող, պատասխանողին վերագրվող հանցանքին առնչվող այն գույքի բռնագանձումը, որի ձեռքբերման օրինականության հիմնավորման համար պատասխանողի արդարադատականության իրավունքն ապահովված լինելու պայմաններում վերջինս չի հիմնավորում իր գույքի ձեռքբերման օրինականությունը։ Խնդրահարույց չէ, սահմանադրության այս ինչ հոդվածը տեսնենք, այս կոնկրետ ասում է, որ օրինական եկամուտներով չհիմնավորվող, պատասխանողին վերագրվող հանցանքին առնչվող այն գույքի բռնագանձումը, որը չի հիմնավորվում։ Այսինքն կոնկրետ հանցանքը, որը նկարագրված է օրենքով, այդ կոնկրետ հանցանքին պետք է լինի առնչություն։ Լրացնեմ 154-րդ հոդվածի կետի մեջ երկրորդ նախադասության մեջ ասում է մասնավորապես իրավասու մարմինը կարող է սկսել հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն, եթե օրենքի իմաստով հանցանքը բնորոշվում է որպես բացառապես քրեական օրենսգրքով նախատեսված, բաժի սպառնալիքով արգելված հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված քրեական օրենսգրքով նախատեսված արարքներից մեկը, որոնց ցանկը խիստ որոշակիորեն սահմանված է օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետում։ Այսինքն մենք առնվազն միտքը շարունակելով գործընկերոջս հետևյալն է։ Մենք չենք կարող այս հանցատեսակներից, որը որ նախատեսված է օրենքով, շեղվել դուրս գալ։ Ուղղակի նախատեսված է։ Եվ ուսումնասիրություն կատարելու թույլտվությունը կոպիտ ասած հնարավորությունը սահմանադրական դատարանը ուղիղ ուրվագծել է։ Ավելի սահմանադրական դատարանը թույլտվեք շարունակել։ Բազմաթիվ հղումներ ա կատարել որոշման մեջ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, մասնավորապես Ֆոդորով ընդդեմ Բուլղարիայի գործին եւ իրանից մեջ բերումներ արել իր այսինքն իր առնչությունը այս գործին ուղիղ ֆիքսելա, իսկ այդ նույն միտքը, որը այստեղ ամրագրված է ՍԴ-ի որոշման մեջ, ուղիղ ասվում է նաև Ֆոդորով ընդդեմ Բուլղարիայի գործով նախադեպային վճռում եւ վերահաստատվում է Յորդանում ընդդեմ Բուլղարիայի նույնպես նախադեպային վճռով։ Այսինքն ասում է չես կարա օրինակի համար ասես այս մարդը կատարել է հանցագործություն, որի արդյունքում ստացել է ասենք 1000 եվրո, բայց հետո գնաս մանգաս գտնես 1 միլիոն իր մոտ։ Ուղիղ ասել է։ Այսինքն դրա համար ասում է կոնկրետ հասկանանք ինչ արարք է կատարվել, ենթադրյալ ինչ ծավալի ապօրինի գույքեր առնչություն ունենալու այդ հանցանքին կարող է առաջանալ, որ դուք գտնում եք, որ առաջացել է։ Ու գնում ենք այդ գույքը մանգալու արդեն իսկ նկարագրված ձեր գործիքակազմով, այսինքն ուրեմն եկամուտների եւ ծախսերի համադրության։ Այսինքն պետք է սկիզբը լինի ենթադրյալ հանցանքը, այդ ենթադրյալ հանցանքը պետք է կարողանա գեներացնել ինչ-որ գույք, հետո այդ գույքը դի մանգանք։ Հիմա իմ հարցերը էս, չգիտեմ, արդեն երևի ժամը ես նույն հարցն եմ փորձում տամ։ Այնա, որ արարքն է կատարվել ենթադրաբար, ինչ գույք էր առաջանալու այդ արարքից, որ գույքն ենք մանգալ ես գործի շրջանակները, որ ես էլ կարողանամ արդեն իմ հարցը տամ կամ դիրքորոշում հանեմ։ Որ դա ամեն ինչը տեղի է ունենում հանցավորության դեմ պայքարի նպատակով, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, ես առանցին հարցերից վեճ չունեմ այս պահին, ես ասում եմ ընդհանրապես խնդրում եմ ինձ բացահայտել, թե ինչ հանցանք է կատարվել, ինչքան փոխ գեներացվել է հանցանքից, որ այդ թողնեմ ենք գալու ենք կամ այդ գույքը։ Եվ իմիջիայլոց ներողություն, դուք որ կարդացիք այդ քրեական ուրեմն գործից հպանը, մեջբերումը, իրանուց նկարագրված էր օժանդակությունը փողերի լվացումը, ոչ թե փողերի լվացումը։ Այսինքն ասում է օժանդակել է, դուք կարդացիք էլի, հիմա դրամար եմ ասում, կոնկրետ այդ հանցագործությունը, որը նկարագրված աստեղ, որը հիմք հանդիսացել ուսումնասիրության սկսելու համար, ենթադրվում է, որ ինչքան փող է այդ հանցանքից
ասենք կոնկրետ Սամվել Մայրապետյանը ստացել կամ կարող էր ստանալ։ Որովհետեւ այդ փողը մանկանք էլի, հասկանանք, ո՞վ հենց այդ փողը գտնում ենք։ Հա։ Ես այդ եմ ուզում հասկանալ։ Տեսեք, հարկին պատասխան։ Դուք կրկին կենտրոնանում եք հանցանքի և գույքի ուղղակի կապի վրա, այնինչ ես ինչպես ասեցի, Սանջական դատարանը սահմանել է համ ուղղակի, թե անուղղակի կապի պահանջ, այսինքն եթե դուք պահանջում եք ասել, թե կոնկրետ որ գույքն է ձեռք բերվել, որ հանցանքի կատարման արդյունքում կամ որ գույքն է հնարավոր եղել ձեռք բերել, ամեն դեպքում այդ կա ֆինանսական օգուտ գեներացնող հանցանք, Սամվել Մայրապետյանը առնչվել է հանցանքին, առնչվել է, չէ՞։ Ըստ ձեզ առնչվել է։ Ընդունում եք հանցանքը, առնչվել է հանցանքին, ունենք 3 կոմպոնենտներ սպորտաշնորհ սահմանված։ Առնչվել է հանցանքին, կատարել է այնպիսի հանցանք, որը ֆինանսական օգուտ գեներացնող է եւ ըստ էության նախատեսված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրացման մասին օրենքով, ծախս եկամուտ վերլուծության արդյունքում գույքի արժեքը ենթադրյալ ապօրինի գույքի արժեքը գերազանցում է 50 միլիոն եւ կա կոռուպցիայի դեմ պայքար, նորից ընդլայնվել, ներողություն ընդլայնվել, Սամվել Մայրապետյանը 1996 թվականի նոյեմբերի 15-ից զբաղեցրել է աշխատանքային ղեկավարի պաշտոն, որը հայտարարատու պաշտոն է, եւ ըստ էության, որ ասում եք 2004-ից հաշվարկը ներառում է միայն հանցավորության դեմ պայքարը եւ ասում եք հանցանքի հետ պետք է միայն կապ լինի, ոչ։ Այդտեղ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակներ է գործում, եւ ըստ էության այդ երկու նպատակների համադրության արդյունքում այս վարույթը իրականացվում է։ Ես անկեղծ ներողություն մի հատ հացնի բարոյ։ Կարեք մատնանշեք այն նորմը, որը որ թույլ է տալիս ձեզ ուրեմն ուսումնասիրություն սկսելու մասին որոշումից շեղվել։ Իսկ ով ասել որ մենք շեղվել ենք։ Դուք հիմա քննարկում եք մեր որոշման իրավաչափությունը, այնինչ դրա մասով իհարկե շեղվել եք։ Իհարկե չէ, տեսեք, այստեղ շատ հստակ է։ Տիկին Աբրահամ, լսեք, հարց է տալիս։ Տեսեք, այստեղ շատ հստակ մատնանշած է այն արարքը, այն հոդվածը, որի հիմքով նախաձեռնվել է ուսումնասիրությունը իրավասու մարմնի կողմից։ Հիմա հարց, այս ձեր ամբողջ մատնանշածները կոռուպցիայի դեմ պայքար, նպատակներ, այս տրամաբանության մեջ ինչպես է կարողանում տեղավորել որոշման տրամաբանություն։ Ես առաջարկում եմ կոռուպցիայի դեմ պայքարը նորից գործենք, չարադառնալ, որտեղ մենք այնպես պահանջ չունենք, այս պայքարությամբ կա չի քննարկում բացառապես հանցագործության, երբ որ կներկայացվի այդպես պահանջ կա, եւ այլ դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնեն։ Գոհավետացնեմ առհասարակ այն ինչ որ ձեր խոսքի մեջ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շեշտադրումների, դրան առհասարակ առարկում ենք, որովհետեւ այս պահին մենք չունենք նմանատիպ քննող գործ եւ այս պահին դրա վերաբերյալ հայցադիմում չկա եւ եթե լիներ մենք դրա վերաբերյալ դիրքորոշում կքննարկենք։ Այս պահին մենք ունենք ներկայացված հայցադիմում եւ դրան կատարած փոփոխություն, որը վերաբերում է բացառապես հանցագործության հետ կապված հարցերով։ Դուք ձեր ապրիորի իրականացվելի գործողությունները կարծում ես հարցի շուրջ հարակազուրկ են այն իմաստով հարակազուրկ են, որտեղ մենք քննարկում ենք ներկայացված հայցի շրջանակներում եւ ոչ դրանից դուրս։ Տեսեք, դուք ասում եք ներողություն եմ, այդ դեպքում արձանագրում ուսումնասիրություն սկսելու որոշումը մեր գնահատական իրավաչափ է, ձեր գնահատականները ոչ իրավաչափ է, դա չգիտեմ, ինչ-որ այլ շեղումներ կային եւ այլն, մենք համաձայն չենք այդ դիտողության հետ, կարծում եմ, որ այդ շեղում չկա, այստեղ շեշտադրումը կատարված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրացման մասին օրենքով նախատեսված այն հանցանքները, որոնք որ նախատեսված են եւ ըստ էության ուսումնասիրությունը սկսելու իրավաչափ հիմք է եւ ուսումնասիրությունը սկսելու հենց իրավաչափ նպատակների շղարշի ներքո իրավասու մարմինը կատարել է այդ գործողությունները։ Ես արձագանքեմ, տեսեք, պարբերիտիկին ավան, ունենք հետևյալ իրավիճակ, դուք ներկայացել եք հայցադիմում։ Հայցադիմում եւ հայցադիմում ներկայացնելու իրավասությունը նախատեսված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրացման մասին օրենքով։
ուսումնասիրություն իրականացնելու եւ հայցադիմի իրավական հիմքերում եւ փաստական հիմքերում, դա փաստական հիմք է նաեւ, հա? Փաստական հիմքերում նախատեսված է հետեւյալ մի բան ընդհանրապես։ Հանցավորության ընթացքում մատնանշվել է կոնկրետ հանցագործություն, որը որ նախատեսված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնակացման մասին բանը։ Ինչ է այսօր տեղի ունենում։ Այսօր տեղի ունենում հետևյալը։ Դուք ներկայացնում եք հայցադիմի փոփոխություն։ Եվ ասում եք, գիտեք ինչ կա, այո, օրենքով թեև նախատեսված է մեկ հոդված, բայց մենք նայում ենք, տեսնում ենք Սամվել Մանրապետյանի արարքը, այնտեղ կա մի մեղադրանք, որտեղ 205 հոդվածեր կա նախատեսված, որ այդ 205 հոդվածը թեև չի մտնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքով նախատեսված ուսումնասիրություն իրականացնելու հիմքերի մեջ, բայց մենք նաև գտնում ենք, որ այս հանցագործությունների մեջ, ես տենց եմ ձեր հայցադիմից հասկացել փոփոխությունից, որ որոշակի, չասեմ կապ կա, որոշակի ձևով դա առնչվում է մեկը մյուսին, եւ մենք ուրեմն նաև ուսումնասիրության մեր դիտարկման մեջ նախատեսում ենք նաև այդ հանցանքը կատարելու ժամանակաշրջանը եւ նախատեսում ենք այդ գույքերը։ Եվ հերիք չի, ուրեմն այս առումով կա ուղղակի շեղում օրենքով նախատեսված ուրեմն հնարավորությունների մեջ եւ ուսումնասիրության որոշման մեջ ուրվագծված այդ շրջանակից այսօր նոր դատականիստում դուք նաև ուզում եք արդեն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ավելացնել եւս մի կոմպոնենտ, որը որ ուսումնասիրության մեջ նախատեսված չի եղել, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նմանատիպ առիթ որպես այդպեսին նախատեսված չի եղել եւ շարժվել առաջ։ Հիմա արձանագրենք հետեւյալը։ Այս պահին մենք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նախաձեռնված ուսումնասիրության վարույթ, դուք այդ հիմքը փորձում եք այսօր ներկայացնել, թե հայցադիման տեսքով դատարանը այլոց հասկանում, որ ձեզ թույլ չտվեց, որտեղ մենք հələ վերջնական հստակեցված այս պայքարությամբ հայցապահանջի, սկզբնական հայցապահանջ չունենք, այս առումով շեշտադրումները, քանի որ նմանատիպ հայցադիմում չկա, ես կարծում եմ վեճի շրջանակից դուրս են, չեմ ուզում շեշտ ասեմ առարկազուրկեն, ասեմ վեճի շրջանակից առնվազն դուրս են, մյուսի մասով էլ հստակ ասենք, որ եթե խոսքը գնում է 205 հոդվածով նախատեսված արարքի, ապա դա չի կարող հանդիսանալ ուսումնասիրության հիմք եւ դրա շրջանակում կատարված ուսումնասիրությունը այդպիսի ուսումնասիրություն իրականացված էլ չէ, առնվազն իրավաչափ չէ, հիմա պահանջի փոփոխության կոնտեքստում ասա փորձում ներկայացնել։ Եվ մի բան էլ ձեզ տեղեկացնել, այդ հարցադրումը, որ արարքը ունի երկու նաև առանցքային նշանակություն։ Դուք տեղյակ եք, որ 205 հոդվածով նախատեսված արարքի բովանդակության մեջ իրականացող գործողությունների համատեքստում այս դատարանում պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներում քննվում է առնվազն երկու գործ։ Նույն անձանց միջև։ Քննվում է երկու գործ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հայցով դիմել է դատարան, ուրեմն այս ոչ իրավաչափ գործողության 205 հոդվածով նախատեսված ոչ իրավաչափ գործողության հետևանքով պատճառած վնասի հատուցում է հայցում նույն պատասխանատուց։ Այս առումով մենք ընկնում ենք իրավական անորոշության, չասեմ ցայտնոտի մեջ, մենք ինչից պաշտպանվենք։ Պաշտպանվենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքով ծեր ակնկալող 205-րդ հոդվածով նախատեսված արարքի հետևանքներից, ապրիորի ապօրինի ծագումից, թե ուրեմն պաշտպանվենք նույն հայցվորի կողմից ներկայացված պետական շահերի պաշտպանության արդյունքում, ուրեմն այդ արարքի կատարման համար պետությանը ապրիորի պատճառած վնասներից։ 17 միլիարդ դրամի մոտավորապես պահանջ նրանով է ներկայացված, 5 միլիարդ դրամ պահանջ նրանով է ներկայացված։ Եվ այսօր էլ դուք մտածում եք, որ նաև կա հնարավորություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքի շրջանակներում ևս այս հոդվածը դիտարկել։ Ես կարծում եմ սա առնվազն խնդրահարույց է եւ իրավական թե որոշակիության, թե իրավական հնարավորությունների մեջ չի տեղավորվում այս հայցապահանջը։ Ինչ վերաբերում է գործընկերոջս կողմից մատնանշված, դա լեգիտիմ ակնկալիք է հասկանալ, որ գործողության տեսականորեն
պետության կողմից ակնկալվող ոչ իրավաչափ գործողության արդյունքում է գեներացվել հայցվորի պատկերացմամբ գույք, որ գործողության հետևանք է։ Այն, որ սահմանադրական դատարանը այո ասել է, որ դա պետք է ունենա ոչ սերտ կապ, ինչպես դուք նշում եք, այլ բայց որոշակի կապը հանցագործության հետ պետք է առկա լինի։ Չի կարող լինել արարք եւ այդ տեսականորեն արարքից հետո այն ինչ որ գեներացվեց մենք դիտարկենք, որպես ապօրինի ծագում ունեցող գույք։ Ցավոք սրտի իմ ընկալմամբ ուրեմն մոտեցումը այդպեսին է սպայդրություն։ Հիմա հարցը հստակ է, որ գործողության արդյունքում է։ Այ մատնանշել է 205 հոդվածով նախատեսված արար։ Նա մատնանշել է 190 հոդվածով նախատեսված արար։ Ի վերջո այդտեղ այդ արարքների մեջ շոշափվում է նաև որոշակի գույքային զանգված։ Այդքան արարքներ եք մատնանշել։ Հիմա լավ, որ արարքն էր հանդիսանում այն առանցքը, որից հետո մեզ մոտ առաջացավ այդ ֆինանսական օգուտը պետության տեսանկյունից ոչ իրավաչափ այդ օգուտները, ոչ հիմնավորվող այդ օգուտները։ Հիմա խնդրում եմ այս պարզապես սա պարզաբան է, եթե ուրեմն միանգամից ասեմ, եթե մենք պետք է բավարարենք նախորդ պատասխանով, ապա ես խնդրում եմ դատարանին արձանագրել, որ այս հարցի պատասխանը եւ արարքի տեսակը եւ արարքի բովանդակությունը այնուամենայնիվ հայցվորի կողմից չմատնանշվեց։ Ես առաջարկում եմ հետևյալ հաշվառումը, որ կարծես շրջապատույթի մեջ ենք մտնում, եկեք ուրեմն մեկ օրինակի վրա Տիկին Ավյան հասկանանք ձեր դիրքորոշումը եւ իրավական մեկնաբանություններ ըստ էության անհրաժեշտ չէ իրավական մեկնաբանություններ տալ, այլ կոնկրետ ձեր այդ իրավական մեկնաբանությունները հիմա կիրառեք կոնկրետ փաստական հանգամանքների նկատմամբ, որոնք որ դուք եք ներկայացրել։ Հիմա օրինակի համար ձեր փոփոխված հայցի 18-րդ էջում 2004 թիվ 2301-2004 թվականին Սամվել Ալբերտի Մարիապետյանը ձեռք է բերել քաղաք Երևան Բայրամի 3 շենք թիվ 2 բնակարանը 20,23,200 դրամով եւ նույն հասեք 21 ավտոտնակը 4,140,000 դրամով, որոնց ձեռքբերումն իրավասու մարմնի կողմից ամբողջությամբ դիտարկվել է ապօրինի։ Հիմա ձեր վերած ամբողջ մեկնաբանությունները կարող եք տեղայնացնել այս փաստական հանգամանքի նկատմամբ։ Շատ լավ։ Նախ մինչև դրան անդրադառնալը կարճ արտականքյան գործընկերոջը Բամբաբյան ՍԴ որոշման համատեքստում արձանագրված երկու նպատակների մասին կոնկրետ շեշտադրման մասով երբ են իմացել բոլորս ՍԴ որոշումից հետո, այսինքն մինչև ՍԴ որոշումը որևիցե տեղ կարիք չկար արձանագրելու նպատակի, չգիտեմ, եւ գույքի նկատը տվյալ դեպքում երբ որ ՍԴ որոշումը հրապարակվեց, ՍԴ որոշումից հետո որպես նոր հանգամանք իրավասու մարմինը կատարեց ժամկետային առումով վերահաշվարկ եւ անհրաժեշտ շեշտադրումներ։ Մեր դիրքորոշումը այս առումով այն է, որ հանդիպի դատարան, եթե կա բացառապես իրավունքի խնդիր, այսինքն եթե գործում է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ այստեղ վերահաշվարկի կարիք չկա, ապա կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը ըստ էության գործում է։ Այսինքն, եթե ես հայցի ինքի առարկայի փոփոխության միջնորդությունը ներկայացնելու եմ, որովհետև վերահաշվարկի կարիք կա։ Տիկին Ավյան, ձեզ ընդհատեմ սրա հետ կապված, քանի որ մի քանի անգամ արդեն հնչեցնում եք այդ թեզը, ըստ էության դատարանի համար դա մասամբ է ընդունելի, որովհետև դատարանն է հենց ասել, որ սահմանական դատարանի որոշումից հետո պետք է հստակեցնել նպատակը, որտեղ նույն սահմանական դատարանն է նախանշել այն պայմանները ըստ էության ապացուցման պարտականության շրջանակներում, թե ինչ պայմանների պետք է ուրեմն բավարարի յուրաքանչյուր նպատակի իրացման համար։ Հիմա կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի իրացման համար ապացուցման պարտականությունը լրիվ այլ է լինելու, հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակներում լրիվ այլ է լինելու։ Հիմա որ դուք ասում եք դա իրավունքի հարց է, դա իրավունքի հարց լինելով հանդերձ նաև ազդելու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման վրա։ Հիմա եթե դուք միայն կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ եք ներկայացնելու, ուրեմն դատարանը ըստ էության հանցավորության հետ կապված կապի մասով բնականաբար վերջ չի բաշխել, բայց եթե հիմա դուք երկու նպատակներ են ներկայացնելու, պետք է կողմնորոշվեք նաև, թե որ գույքերի մասով է գործում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, որ գույքերի մասում հանցավորության դեմ պայքարի նպատակը։ Ու ըստ այդմ են ապացուցման պարտականություն բաշխելու հետևյալ կերպ ու գիտեք, որ դուք եք կրելու այդ պարտականությունը։ Այո, հարգելի դատարան, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ հանցավորության դեմ պայքարի նպատակը այս բարություն երկուսն էլ գործում են։ Մենք հիմա խոսում ենք Տիկին Ավյան, կրկին հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի մասով որից է
բան չեք ներկայացրել, հայցի առարկայնքի փոփոխության միջնորդին երբ որ կներկայացնեք, կքննարկենք, երբ որ դատանը կբավարարի, նոր արդեն դրան կանադառնանք։ Այս պայմանությամբ հիմա հարց է հնչեցվել, հաշվառումը, որ պատասխանողներին ընկալելի չէ, թե ինչպես է կապում հանցավորության դեմ պայքարը այս վարույթում ձեր կողմից գնահատված ապօրինի ծախսնացող գույքերը։ Դրա համար ես հիմա առաջարկում այս մի օրինակով ձեր մտքերը, այն ինչ որ դուք իրավական վերլուծություններ տվեցիք համանական դատան, ինչպես է ասել հիմա դա տեղայնացրեք կոնկրետ այս փաստական հանգամանքների նկատմամբ ու կոնկրետ փաստերով։ 23/01/2004 թվականին ձեռք բերված բնակարանը եւ ավտոտնակը, որ դիտել եք ապօրինի։ Հիմա հանցավորության պայքարի նպատակի շրջանակներում դա բերեք տեղայնացրեք։ Հարգելի դատան, 2004 թվականից հաշվարկը սկսվել է, վերահաշվարկ է կատարվել եւ ըստ էության ամեն դեպքում թե դատարանը իր դիրքորոշումը նշեց, բայց ամեն դեպքում մեր դիրքորոշումը այս առումով այլ է, կոռուպցիայի դեմ պայքարի։ Տիկին Ավան, կներեք, ելի հիմա Տիկին, լսեք, երբ որ ես խոսում եմ, դուք լռեք։ Ես լսում եմ։ Լսեք։ Դուք հիմա ասում եք դատանի դիրքորոշումը ձեր համանությունների չի շատ լավ, բայց դատանը ձեզ համար կանխատեսելի հիմա իրավիճակ է ասում եւ կանխատեսելի է դատանի գործողությունները ձեզ համար, թե դատանը ինչի վրա ուշադրություն դարձնելու։ Դա կբողոքարկեք, դա ձեր իրավունքն է, բայց հիմա ես ասում եմ այն ինչի վրա, որ ես եմ ուշադրություն դարձնելու։ Հիմա դուք որ ասում եք ձեզ համար ընդունելի չէ, դրա բացասական հետևանքները դուք եք կրելու։ Ես ձեզ համար կանխատեսելի դատավարություն եմ ապահովում, իսկ դուք ասում եք, որ ձեզ համար ընդունելի չէ, կգնաք կբողոքարկեք, երբ որ համապատասխան որոշումը կկայացնի։ Ես հիմա ձեզ ասում եմ այն, ինչը որ դատարանը դնելու է որպես խնդիր եւ այն հարցերը, որոնք որ ձեր դատանը տալու է ի վերջ, անկախ նրանից կողմերը դատարանում են դες, թե չէ, որովհետեւ դատարանի հիմա այդ փաստերը, այդ հանգամանքները էական նշանակություն ունեն այս գործի համար։ Հիմա կոնկրետ 2004 թվականի դեպքի հետ կապված, հիմա ասեք ձեր դիտարկումը։ Հարգելի դատարան, եթե առանձնահատուկ պետք է շեշտադրել հանցավորության դեմ պայքարը, այդ դեպքում շեշտադրումը կատարեմ, թեև ինչպես նշեցի, կոռուպցիայի դեմ պայքարը ևս գործում է։ 2004 թվականին կատարված հաշվարկի շրջանակում, ինչպես նշեցի, հանցավորության դեմ պայքարը ըստ ՑԴ որոշման ուղղակի եւ անուղղակի պայմանների մասով ապացուցման կապ։ Եվ ըստ էության մեր կողմից կատարվել է հաշվարկ, անուղղակի կապ է վերհանվել, ծախսի եկամուտ վերլուծության արդյունքում, այսինքն Սամվել Մայրապետյանի եւ իր փոխկապակցված անձանց օրինական եկամուտները ծախսերը վերլուծվել են եւ այդ ծախսերի եկամուտների վերլուծության արդյունքում վերհանվել են գույքեր, որոնք որ չեն հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այն է 2004 թվականից, երբ որ ուսումնասիրվել են գույքերը եւ ըստ էության ծախսի եկամուտ վերլուծության արդյունքում այս երկու գույքերը չեն հիմնավորվել օրինական եկամուտներով եւ ըստ էության այս երկու գույքերը չեն հիմնավորվելու արդյունքում անուղղակի կապ ունեն հանցանքի հետ։ Անուղղակի կապ ունեն հանցանքի հետ։ Հիմա անուղղակի կապ ունեն որ հանցանքի հետ կամ ինչ հանցավոր վարքագծի հետ կարող եք նշել դա։ Հարգելի դատարան, Ձեր մտքերը կարող եք այնպես ինչպես որ դուք պատկերացնում եք, այն ինչ որ ձեր մտքում կա, հիմա դա արտահայտեք, որպեսզի դատարանի եւ կողմերի համար պարզ լինի։ Թե ինչպես եք այդ կապը դուք տեսնում։ Հիմա կարող եք մանրամասն ասել, որքանի որ, չգիտեմ, չի հիմնավորվում օրինական եկամուտներ, ենթադրվում է, որ Սամվել Մայրապետյանի կողմից այս ինչ արարքի կատարման արդյունքում կամ չգիտեմ, հետագայում ինչ որ արարք է կատարվել կամ սա է արվել կամ սա է արվել, դրա արդյունքում է, որ չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Շատ լավ։ Դուք ինչպես եք դա պատկերացնում։ Անդադ ասում եք անուղղակի կապ, բոլորի համար ընկալելի է անուղղակի կապը։ Հիմա այդ անուղղակի կապը դուք ինչպես եք պատկերացնում։ Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ ըստ էության հարկերից խուսափելու մեղադրանք է առաջադրվել, փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել, կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրվել, ուսումնասիրություն սկսելու որոշմամբ իրավաչափին է հանդիսացել փողերի լվացման մեղադրանքը եւ ըստ էության նշված հիմքով սկսվել է ուսումնասիրությունը, բացի փողերի լվացման հանցանքի կատարումից Սամվել Մայրապետյանը մեղադրվել է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, ինչպես նշեցի եւ հարկերից խուսափելու մեջ, որոնք այս բոլոր հանցանքները ըստ էության ենթադրում են ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն եւ ըստ էության
Սամվել Մայրապետյանը իրական հնարավորություն է ունեցել ֆինանսական օգուտ գեներացնելու եւ այս հանցանքների, ենթադրյալ հանցանքների կատարման արդյունքում Սամվել Մայրապետյանի գույքի ուսումնասիրությամբ վեր են հանվել, արդեն ծախս եկամուտների վերլուծության արդյունքում վեր են հանվել ենթադրյալ ապօրինի գույքերը։ Բոլոր արարքների արդյունքում Այո, հարգելի դատարան, բոլոր արարքները միաժամանակ համադրվել են եւ Սամվել Մայրապետյանի վերագրվող արարքների կատարումից հետո ընկած ժամանակահատվածում կատարվել են օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքերի ձեռքբերումներ, ֆինանսական գործարքներ եւ 2004 թվականի վրա միայն կենտրոնանում 2004 թվականից սկսած հարգելի դատարան։ Լավ, այսինքն այս Բայրոնի 3 շենք թիվ 2 բնակարանը ձեր տրամաբանությամբ ձեռք է բերվել ձեր կողմից նշված հարկերը խուսափելու, փողերի լվացման, կաշառքին օժանդակելու արարքների արդյունքում։ Պարզ է ձեզ, պարոն Սուլթանյան։ Պարոն դատարան, այդ իմ հարցերից ստանալու երբ որ ասում եք, որ կապը պետք է ուղղակի չլինի կարողին անուղղակի եւ այլն, այստեղ խնդիրը նա չի, որ պետք է ուղիղ ապացուցվի, որ այ հենց այդ փողը, այն փողն է, որը որ sense փողական բան, այստեղ խնդիրը նա մեջ է, որ ենթադրյալ հանցանքը եթե տեղի ունեցել, ենթադրյալ հանցանքը կարող է գեներացնել ինչ-որ փող։ Ասենք ենթալեմ շատ պարզացնեմ, որպեսզի հասկանալի լինի, ասացենք մարդը ստացել է 51 միլիոն դրամ կաշառք։ Ինչի 51, որպեսզի անցնի 50 միլիոնի շեմը ուղղակի, որպեսզի բավարար է շահանիշին։ Ուրեմն եթե մարդը ստացել է 51 միլիոն դրամ կաշառք եւ ենթադրենք բաղեղությունով կարճվել է այդ գործը, կամ ենթադրենք համաներվել է, կամ ես ինչ։ Ամեն դեպքում, քանի որ ստացել է կաշառք, դուք ունեցել եք հիմք սկսելի ուսումնասիրությունը սկսել եք, տեսել եք մարդը ստացել է, ենթադրվում է, որ ստացել է 51 միլիոն դրամի կաշառք, գնում եք, սկսում եք ուսումնասիրել եկամուտներն ու ծախսերը, անհամապատասխանություն եք գտնում այդ ծախսերի եկամուտների մեջ, գտնում եք այդ ենթադրյալ 51 միլիոնը, ասում եք այն ենթադրյալ 51 միլիոնը, որը որ կաշառք ստացած է հեսա, չեք կարող այդ ուսումնասիրության արդյունքում գտնեք 510 միլիոն։ Դա է ասում ՍԴ, դա է ասում մարդիրավունքների եվրոպական դատարանը։ Հիմա այդ կապը չի ասում հենց դուք ապացուցես, որ այդ կաշառքային որ վեկարեց, ասենց այդ փողով գնաց առավես ինչ ինչը։ Բայց ասում եմ, եթե համադրելի է, այսինքն դեռ տեսականորեն պետք է առաջանար 51 միլիոն դրամ, այս էլ այդ 51 միլիոն դրամն է, այդ կապ ստեղծվեց ենթադրյալ հանցագործության հետ։ Այդ ասում։ Այսինքն ինքը չի ասում, որ եթե ենթադրյալ մի հատ հանցանք կա, ուրեմն գնա մարդու սաղ եկամուտներն ու ծախսերն ուսումնասիրի, հետո ասա չանպատասխանում մարդերու գնա ապացի, դա ուղիղ է, որ ասում է ասվել է, հետո վերահաստատվել է, բազմաթիվ եվրոպական դատարանի վճիռներով։ Այսինքն ասում է, այդ կապը հենց այդ նպատակն է հետապնդում, որ չես կարող անհամաչափ բեռ դնես մարդու վրա, որովհետև չի էլ դրվում պարտականություն, որ այդ հանցագործությունը պիտի պարտադիր ապացուցված լինի։ Այսինքն մարդը կարող է նույնիսկ արդարացվել ըստ եվրոպական դատարանի ենթադրության։ Կարող արդարացված էլ լինի, բայց դա չի նշանակում, որ այ դու գնա ամեն դեպքում այս փողը քթի, կողացի ենթադրի, որ այս ապօրինի փողը ստից է առաջացել։ Ախր այդ տրամաբանությունը բխում է նաև օրենքից։ Այսինքն օրենքը օրինակ 5-րդ հոդված ուսումնասիրություն սկսելու հիմքերը ինչ ասում։ Ասում օրենքով նախատեսված կարգով իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում։ Եվ օրինակ առաջին հիմքը ասում է, առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարումը եւ տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձի կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում աղոնիցակ ունեցող, որը չի բռնագանձվել դատավճռով։ Այսինքն ակնհայտ է, որ եթե բռնագանձվել է, այլևս ուսումնասիրելու բան չկա։ Չես կարող նույն փողը 4 անգամ ուժեցել, դրա համար սա տրամաբանությունը հենց այդ է, ոչ կարաս նույն փողը մի քանի անգամ ուզես օրենքով,
ոչ կարաս մարդու մեղադրանք առաջադրես, ասենք ենթադրյալ 51 միլիոն դրամ կաշառքի համար, հետո գնաս ուսումնասիրես, ասենք ես մարդու սաղ կյանքը, ասես չէ դու 510 միլիոն դրես, չես կարա, թե օրենքն է դա արգելում, թե սդե որոշումն է դա արգելում, թե մարդու իրավունքները եվրոպական նախադեպերն են արգելում, հիմա դրա համար ես այդ հարցերը տալիս եմ, որպեսզի հասկանամ, մենք որ ենթադրյալ հանցանքի, ինչ ծավալի ենթադրյալ ապօրինի գույքի, բանենք մանգալի այս սկսած 2004 կամ 1994 կամ չգիտեմ որ թվականից ուզում եք էլ, այս բան կարևոր չի։ Ուզում եմ ասեմ, չհասկանամ, բա ենթադրյալ փողն ինչքան է եղել, որ մենք ինչ ենք մանգալի։ Այս է իմ հարցը, շատ կոնկրետ, որովհետև այս ենթադրյալ փողի մեջ, ինչպես ասեց պարոն Բաբայանը, կա փող, որը կոնկրետ առանձին հայցով դատախազությունը մտել է այս նույն դատարան հայցերով եւ պահանջում է, այսինքն ինքնին արդեն չի կարա լինի նույն փողի երկու պահանջ։ Չի կարա նույն փողը չես կարա երկու անգամ երկու տարբեր հայցով նույն մարդուց նույն գործի համար ուզես այդ մեկ։ Այսինքն իրանք չի կարա էլի բնության մեջ լինի երկու դատական որոշում, երկուսն են ենթադրենք ուժի մեջ մտած, որոնք իրար հակասում են կամ նույն բանն են ասում, երկու անգամ բռնականվում են նույն փողը, չի դա գոյություն իրավունք չունի լինելու։ Դրա համար իրանք այդ մասով, եթե դուք այդ մասով եք պնդում այդ հանցանքը, չնայած այդ հանցանքը չեք կարող պնդել մեր դիտարկման, որտեղ ինքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման օրենքով նախատեսված չի։ Բայց եթե դա եք պնդում, դա արդեն ուզում եք ուրիշ հայցերով։ Եթե ուրիշ հանցանկազմ եք պնդում, մի հատ պատկերացնենք այդ հանցակազմի մեջ ենթադրյալ գեներացված ապօրինի գույքի ծավալը ձեզ ինչքան է, եթե որտեղ կոնկրետ է չէ ինքը, ասում է այս մարդը իբր տարել է տվել այս մեկին կաշառքել, մեկին կաշառքել, մեկին կաշառք, այս մարդն իբր թե դրան օժանդակել է։ Այդ սա հանցակազմը, որ կարդում ես, մանրակրկիտ իբր դա հաստատվել է քննության ընթացքում եւ այլ։ Այդտեղ որևիցե փող ընդհանրապես ոչ մի գումար, որը կարող մնար Սամվել Մանրապետյանի նկարագրված չի։ Ընդհանրապես մի դոլար նկարագրված չի, մի դրամ, ոչ թե 50 միլիոն, այլ ընդհանրապես փող նկարագրված չի։ Հիմա դուք որ ասենք այդ հիմքով սկսել եք ուսումնասիրություն, այդ պահին չի եղել ՍԴ որոշում, հիմա որ ՍԴ որոշումը կա, տեսնում եք, որ այդ հիմքը բավարար չի, փորձում եք հավելալ հիմքեր օրինել, դա իրավաչափ չի, որովհետև դա չի, եթե դուք մի բանը ոչ իրավաչափ եք արել մինչև ՍԴ որոշումը, դա դեռ չի նշանակում, որ դա ձեզ հնարավորություն ա տալի հիմի շտկել։ Այդ դուք պետք է գլխանց իրավաչափ գործեիք։ ՍԴ որոշումը նես չի, որ մենակ այդ օրվանից է գործում։ ՍԴ որոշումն ասում է, ինչ որ եղել է ի սկզբանե, ուղղակի ինքը այդ օրն է որոշումը կայացրել։ Այսինքն եթե դուք ՍԴ որոշում չլինելու պարագայում մի բան արել եք ոչ իրավաչափ կամ այս ծավալով, չեք կարող ՍԴ որոշումից ասել, հետո ասել դրա հիմա էս ծավալը, որտեղ ՍԴ-ն սենց ասել, ուրեմն մեկով էլ չի ստացվում, եկեք էս սենց անենք, դες չի լինում։ Ուսումնասիրությունը կոնկրետ հիմքերով է սկսվել։ Դա նկարագրված է ձեր կողմից ներկայացված ուրեմն ուսումնասիրության մասին, սկսելու մասին որոշման մեջ։ Հիմա այդ որոշման մեջ նկարագրված հանցակազմը ընդհանրապես չի ենթադրում, որ Սամվել Մանրապետյանը որևէ գույք է ձեռք բերել։ Ընդհանրապես չի ենթադրում։ Հիմա դրա համար, եթե չի ենթադրում, այդ գույքը չի էլ կարելի ման գալ, որտեղ ինքը չկա։ Էսա, շատ պարզ բան է։ Հիմա մենք ասում ենք, չէ, գիտեք ինչ կա։ Մենք այն ժամանակ ուսումնասիրություն ստենք չենք ունեցել այդպես մի բան, պարտավորություն, որ պետք է այդ կապը գտնեինք։ Դրա համար մենք սենց ենք արել, սենց ենք արել, սխալ եք արել, ստեն դա արձանագրել է։ Որ սխալ եք արել, դրա բացասական հետևանքները դուք պիտի կրեք, որովհետև այն ժամանակ էլ պարզ էր, որ այս օրենքը խնդրահարույցա սահմանադրության տեսանկյունից այն ժամանակ ճիշտ ՍԴ որոշումը չի եղել, բայց այն ժամանակ եղել է Տոդորով ընդդեմ Բուլղարիայի նախադեպային վճիռը։ Դրանից հետո եղել է Յորդանով ընդդեմ Բուլղարիայի նախադեպային վճիռը։ Այդ սա հայտնի է եղել այդ փաստերը եւ դուք ինչ պիտի անեք։ Դրա մասին թե մենք, թե բազմաթիվ այլ դատականիստերի ընթացքում, թե հանրային դաշտում բազմաթիվ իրավաբաններ միշտ արտահայտ է հայտնի փաստ է եւ վերջապես որ ոչ մեկ էլ չխոսար մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պարտադիր են Հայաստանի համար։ Հիմա այս պայմաններում եթե դուք սխալ եք արել, դա դրա բացասական հետևանքը դուք պետք է կրեք։ Բայց միգուցե սխալ չեք արել։
Դրա համար ես ուզում եմ պարզել, ուզում եմ հասկանալ։ Դուք որ ուսումնասիրել եք 3 տարի, այդքան լայնածավալ աշխատանք եք կատարել, պարզել եք, որտեղից իշքան եկամուտ, որտեղից իշքան ծախսի եւ այլն։ Որոշման մեջ կոնկրետ դերերից նորեն կասկածիք թե Սամվել Մայրապետյանն ինչի մեջ է մեղադրվում։ Ուզում հասկանամ, այդ կաշառքի օժանդակությունը եւ ենթադրյալ փողի լվացում է ենթադրյալ կաշառքի օժանդակություն։ Արդյունքում Սամվել Մայրապետյանն ինչ փոխտի ստացած է ենթադրյալ, որը մենք ման ենք գալու։ Այդ հարցն է ինձ տանջում, իսկ եթե նորից եմ ասում, դուք ասում եք, որ այդտեղից չի ստացել է այն հարկերից խուսափելուց, այդ դրա մասին արդեն երկու հատ առանձին հայց է քննվում։ Հիմա այդ հայցի շրջանակներում կպարզվի, այդ հարկերը թաքցրել է, չի թաքցրել, պտի տա, չպտի տա, դա առանձին հայցերը քննվում են, առանձին, արդեն ես տարիներով քննվում եմ։ Ինքը չի կարա նույն բանը 8 անգամ մի հատ էլ ասեք կարան ասեք չի, վաղնատ էլ նոր օրենք ընդունենք, ասենք չգիտեմ, էլի կան հատ էլ այդ օրենքը ուզենք նույն բանի, նույն կողմերի միջև, նույն գործի վերաբերյալ, նույն փաստական հանգամանքներով, նույն փողի մասին։ Դրա այդ հարցերը դրա համար ենք տարի, ոչ թե ինքնանպատակ է, որի շուտ հարցնում, դա ես ուզում եմ կոնկրետ հասկանալ, թե այդ փողը ինչ ծավալի է, որտեղից է գեներացվել, համա։ Անդրադառնում Տեքստանների կողմից ներկայացված հայցին, ըստ էության տարբեր հայցեր են, տարբեր հիմքեր, տարբեր առարկաներ են, պահանջները տարբեր են, ըստ էության չեն լինում այս մասով։ Եթե, չգիտեմ, ինչ-որ առումով զուգահեռները գնում եւ հատվում են գծերը, ապա դա արդեն այլ հարց է, ըստ էության, բայց մեկը մյուսին չի բացառում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից։ Տիկին Ավան, խնդրում եմ այս մասով մի քիչ զարգացնեք, որովհետեւ հիմա եթե դուք ասում եք, որ այսքան գումար պետք է ունենար, չի ունեցել, օրինական միջոցներ չի ունեցել եւ ի վերջո այդ ոչ օրինական միջոցները ծախսվել եւ ձեռք է բերել այդ ինչ որ գույք ու այդ գույքն է ուզում, որը օբյեկտիվացել այդ բան կամ միգուցե գույքը չեք ուզում, հենց այդ դրամական միջոցներ եք ուզում եւ հիմա պահանջում է պետական շահերի պաշտպանության գործերով այդ չվճարված հարկերը որպես վնաս։ Հիմա դուք չեք տեսնում, որ այստեղ կարող է ուրեմն կրկնակի բռնագանձման հարց առաջանալ նույն դրամական միջոցների մասին է խոսքը գնում։ Մի դեպքում որ կարողանա օբյեկտիվանալ գույքի մեջ, մեկ այլ դեպքում դրամական պահանջի։ Հարկերի դատարան, երբ որ դատարանի կողմից օրինակ պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվի, այդ փուլում արդեն կքննարկվի, որտեղ ունենք փաստացի մի իրավիճակ, որ Սամվել Մայրապետյանին պատկանող ապօրինի կա ապօրինի գույք, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Եվ ըստ էության իրավասու մարմինը այլ հիմքեր չունի չպահանջելու այդ գույքը։ Այո, կա հայց, բայց այլ հայց է, ինչպես նշեցի, այլ հիմք, այլ առարկա, եւ ըստ էության որևիցե իրավական ակտով չի բացառվում հայցի ներկայացումը այս պարագայում, թե պետշահերի կողմից, թե ապօրինի կապնոցով գույքի բռնագանձման բարիքի շրջանակում։ Եթե լինի արդեն բավարարված հայց, արդեն այդ փուլում կքննարկենք, քանի որ ըստ էության միջոցը միգուցե արդեն վերականգնված լինի կամ ծախսված լինի եւ այլն։ Հարկերի դատարան չեմ ուզում նույն շրջապատույտի մեջ մտնեմ, քանի որ պատասխանը ըստ էության պատասխանողին նույնն է լինելու։ Մեր դիրքորոշումը ըստ էության ապօրին ծախսումից գույքի բռնագանձման բարիքի շրջանակում այլ է, դեպորոշման մեկնաբանության շրջանակում այլ է։ Դուք ունեք այլ դիրքորոշում, դա ձեր իրավունքն է, մենք ունենք այլ դիրքորոշում, եւ ըստ էության ես մեր ամբողջական դիրքորոշումը ներկայացրեցի, ուղղակի եւ անուղղակի կապ է պահանջում Սահմանադրական դատարանը, անուղղակի կապի մասով է մենք ներկայացրեցինք, թե որտեղ ինչ հիմքով ենք ներկայացրել սա։ Ըստ էության այս մասով այսքան։ Եկել ես կապած այդ պատկերացմամբ չեմ ընկալում, այսինքն որ խնդրեմ ինձ պարզաբանեք, այսինքն անուղղակի կապը հետևյալն է ասես, եթե գոյություն ունի ենթադրյալ հանցագործություն, որից կարող է առաջանալ նյութական օգուտ, անկախ նրանից թե նյութական օգուտի ծավալը ինչքան է, երբ առաջացել, ոնց առաջացել, ոնց կարող առաջանալ կամ չէր կարող առաջանալ, եթե ինքը գոյություն ունի ենթադրյալ առումով, ուրեմն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուրեմն շրջանակներում ուսումնասիրությունը սկսվում է, ամբողջությամբ ուսումնասիրվում են մարդու եկամուտներն ու ծախսերը եւ ցանկացած անհամապատասխանություն անկախ ծավալից, անկախ տարեթվից, անկախ բնույթից կարող է բռնագանձվել։ Դուք տենց եք ընկալում անուղղակի կապը։
ճիշտ նկարագրեցի ձեր դիրքորոշումը, որպեսզի ես կարողանամ դրան ասենք առարկեմ կամ չառարկեմ։ Սուտ հստակեցնեմ, անուղղակի կապի դեպքում, ինչպես նշեցի ՍԴ որոշման 165-րդ կետը, որ ներկայացրեցի, առնչություն հանցանքի հետ, Սամվել Մարիապետյանը առնչվել է օրենքով կոչված հանցանքի հետ։ Հանցանքը ֆինանսական օգուտ գեներացնող հանցանք է, այո, դա չի քննարկվում։ Դե քննարկվում է, որտեղ հանցանքը որից ներկայացնում եք չի ետապում։ Շատ լավ, ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն, նորից նշեմ, ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն ունի թե հարկերից խուսափելու հանցանքի միջոցով, թե փողերի լվացման միջոցով, թե կաշառքից ստանալու օժանդակության միջոցով։ Այս նկարագրված չի, ախր ձեր տված նյութերում տեսպան։ Մեր տված նյութերում մեր գնահատմամբ նկարագրված է, ավելի նշել ենք, թե հանցանքների հանցակազմը, թե մեղադրական եզրակացության մեջ ամրագրված դիրքորոշումները, ինչպես նաև դրանից հետո արձանագրել ենք, որ նշված հանցանքները ֆինանսական օգուտ գեներացնող հանցանքներ են, բացի դրանից կատարվել է ծախսերի, եկամուտների, գույքային ձեռքբերումների վերլուծություն եւ համադրություն, ինչից էլ եզրահանգել ենք, որ առկա է գույք, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Եվ առնչվում է հանցանքի։ Եվ անուղղակի եղանակով անուղղակի այդ է դեմ ուսումնասիրում, անուղղակի կերպով որ առնչվում է հանցանքի։ Հանցանքի, ենթադրյալ հանցանքի արդյունքում առաջացած ենթադրյալ ապօրինի գույքի ծավալը կապ ունի այս դրա հետ, թե չունի։ Այդ անուղղակի կապը որ ասում եք, ենթադրենք ընդեղ առաջացել է 10 դրամ։ Այստեղ պիտի գտնեք այդ 10 դրամը, դե կարող եք գտնել 10,000 դրամ։ Բայց 2004-ից հիմա անցել է մոտ 20 ավելի։ Նշված գումարը, եթե անձը գեներացրել է 2004, 5, 6, 7 թվականի, 8 թվականին, նշված գումարը կարող է շարժի մեջ դնել, օգուտ ստանալ եւ այլն, այսինքն այն հանգամանքը, որ ասում եք ուղղակիորեն պետք է կապ լինի, այդ գումարը վաղուց միգուցե չգիտեմ, գույքեր են դրանով հենց ձեռք բերել։ Այո, բայց իրավասու մարմինը պարտականություն չունի ապացուցելու ուղղակի կապ գույքի հետ։ Սա մենք գույքային հայց չենք քննում եւ չենք քննարկում գույքային հայց, այստեղ մենք քննարկում ենք ապօրին ծագումների գույքի բռնականացման վարույթի շրջանակում չհիմնավորված, օրինական եկամուտներով չհիմնավորված գույքի բռնականացում, որը որ սույն դեպքում ծախս եկամուտների վերլուծության արդյունքում չի հիմնավորվում։ Համաձայն եմ, անուղղակի կապի մասն եմ հարցնում ընդհանրապես, ասում անուղղակի կապը ո՞նց եք հասկանում։ Հարգելի պատասխանող, ձեր դիրքորոշումը այս մասով ես եթե ճիշտ եմ հասկանում, այլ է, դուք մինչև հարցը երկար դիրքորոշում եք, հետո հարց եք տալիս, ամեն դեպքում ձեր դիրքորոշումը այլ է, ես եթե ճիշտ եմ հասկանում, մեր դիրքորոշումը այլ է, մենք դրա համար ենք դատարանում ենք գտել։ Տեսեք էլի, հարգելի ներկայացուցիչ, բայց ես այդ երկար խոսում եմ ընդհանրապես դրա համար, մինչև հարցը, որպեսզի դիրքորոշումը բարձր եւ հարցս հասկանալի լինի։ Հիմա դուք ձեր, ասում եք ես ձեր դիրքորոշման հետ համաձայն չեմ, բայց ձեր դիրքորոշումը չեք ներկայացնում։ Այսինքն դուք ես իմը ներկայացնում եմ, դուք ձերը չեք ներկայացնում, ուղղակի ասում եք համաձայն չեմ, ասում եմ խնդիր չկա, բայց ես պիտի մի կերպ հասկանամ, չէ՞, դուք ձեր դիրքորոշումը անկախ նրանից համաձայն եմ ձեր թե չէ, ես ձեր դիրքորոշումը ընկալեմ։ Ասում եմ դուք ասում եք ուղղակի կապ չլինի, կարող է լինել անուղղակի կապ։ Հիմա խնդրում եմ այդ հարցը դրա համար եմ ասում, նորից եմ ասում։ Ասում եմ ենթադրենք 2004 թվականին, 5 թվականին, 14 թվականին, ինչ-որ ծախսեր են եղել, ինչ-որ եկամուտներ են եղել, ինչ-որ անհամապատասխանություններ են եղել։ Դրանց անուղղակի կապը ենթադրյալ հանցագործության հետ ո՞նց եք պատկերացնում։ Եթե ենթադրյալ հանցագործությունը չի գեներացրել այդքան փող, կարա՞ լինի անուղղակի կապ հետագա փողի հետ։ Եթե գեներացրել է դրանից ավել փող կարա լինի, ասենք ենթադրենք մարդը կարող է ենթադրյալ ստացել է $1 միլիարդ աշխատանք, հետո դուք անուղղակի կապով ասում եք այդ $1 միլիարդի $100 առել է այս կոշիկը, $1 միլիոն առել է այս տունը, $1 միլիարդ առել է, չգիտեմ, Google-ը, բայց ասենք պետք է այդ գումարը ընդհանուր առմամբ առնչություն ունենա այն գումարի հետ, այդ անուղղակի կապը դա է։ Հիմա դա է, թե դա չի, ես էլ եմ ուզում հասկանամ, դուք ձեր դիրքորոշումը տենց էլ չեք հայտնում։ Այսինքն ասում եք, որի մեջ համաձայն չեք, բայց ձերը որն է, չեք ասում, որ ես հասկանամ ձերը, ինքը որն է, որ ես էլ կարող համաձայն չեմ, կարող համաձայն, ես որն է իմանամ։
Ես իմ հարցը ընդհանրապես սա է, անուղղակի կապը ավելի հստակեցնել կոնկրետ ես ինչ եմ հարցնում։ Անուղղակի կապը ենթադրում է արդյոք ըստ ձեզ ենթադրյալ ապօրինի գույքի ծավալի և ենթադրյալ հանցագործության արդյունքում առաջացած ենթադրյալ ուրեմն գումարային օգուտի մեջ է։ Տիկին Ավան, այս պահով պարոն Սուսանյանը շատ հստակ հարց է տալիս։ Հիմա արդյոք ենթադրյալ քրեական գործով գեներացված ենթադրյալ գումարը կապվում է ապօրին ծագում ունեցող դրամական միջոցների հետ։ Հարգելի դատարան, ինչպես նշել եմ մի քանի անգամ, անուղղակի կապի շրջանակում գույքի և անուղղակի կապի ծախսի եկամուտի վերլուծության արդյունքում և այլ հանգամանքների, ինչպես նշեցի, բացահայտվում է անուղղակի կապը և ըստ էության որակական ծավալի և այլնի հարց չի քննարկվում։ Ոչ, այսինքն, ձեր պատասխանը ոչ։ Այո։ Պարոն Սուլտանյան, ոչ։ Ահա, այսինքն ոչ, հասկացած ես։ Դուք այսինքն ունեք օրինակ, որպեսզի հասկանամ, որպեսզի կարողանամ հետագային դիրքորոշումները և առավելությունները ներկայացնել։ Այսինքն դուք պնդում եք, որ ենթադրենք կարող է հանցագործության արդյունքում ենթադրյալ առաջանա, ասենք 50 միլիոն դրամ, բայց ապօրինի գույքի ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքի շրջանակներում ձեր ուսումնասիրությունով դուք գաք դիտեք և բռնագանձեք օրինակի համար հարուր։ Ճիշտ եմ հասկանում ձեր դիրքորոշումը։ Այստեղ կարևոր է նաև ասել, որ հանցանքները մի քանի դրվագով են, տեղը ունեցել 2004-ից 8, 8-ից 12, 11-ից 12 թվականներին և ըստ էության հանցանքները ենթադրում են ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն և այդ ֆինանսները որոշակի ժամանակ գեներացնելու արդյունքում կարող են օրինակ աճել և այլն, այսինքն հանցագործ ակում ունեցող գույքը այս ժամանակահատվածում ենթադրաբար դրվել է շրջանառության մեջ և հնարավոր է աճել է։ Հիմա իրավասու մարմինը ուսումնասիրելով գույքերը ծախս եկամուտ վերլուծության արդյունքում այն գույքերը, որոնք որ չեն հիմնավորվել օրինական եկամուտներով, իրավասու մարմնի մոտ ձևավորվել է դիրքորոշում, որ այդ գույքերը ունեն ապօրինի ծագում և անուղղակի կապ հանցանքի հետ և պաշտոնի հետ։ Հասկացած ես, ուրեմն տեսեք, ուսումնասիրության բնույթը կայանում է նրանում, որ անձի ողջ շրջանառությունը դուք ուսումնասիրում եք, թե գույքերի ձեռքբերումը, թե ստացած եկամուտները, թե կատարված ծախսերը։ Այսինքն, այդ որ ասում ենք ենթադրվում է, որ կարող է այդ գումարը աճել է, կամ ենթադրվում է, որ դրվել է շրջանառության մեջ, ենթադրելու բան չկա, դուք դա շատ հստակ ձեր ուսումնասիրության մեջ ֆիքսած ունեք, քիչ է որ դուք ֆիքսել եք, նա դատարանն եք ներկայացնում, մենք էլ ունենք։ Այսինքն դուք հաշվարկ եք ներկայացնում կոնկրետ որ թվին ինչ է եղել, մարդն ինչքան փող է ստացել, ինչքան փող է ծախսել, ձեր տրամաբանությամբ եք տրամ ինչի որ մասն է ապօրինի, դա մենք գիտենք, տեսել ենք, այդտեղ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել, նախորդ դատական նիստերի ընթացքում այդ հարցերը տվել ենք, հիմնական պատասխաններ, դա այդտեղ հարց չունեմ ես։ Իմաստը հետևյալն է։ Եթե ենթադրյալ հանցագործությունը, ասենք 2004 թվականից սկսել է, ըստ ձեզ, այդ ենթադրյալ հանցագործությունը ինչքանատև է այդ առանձին հարց է, բայց այդ արանքում ինքը գեներացրել է ինչ-որ քանակի փող, այդ ինչ քանակի փող է գեներացրել, այդ էլ է հստակ, որովհետև դա պետությունը ձևակերպել է կոպեկով և այդ ձևակերպումը տրված է համապատասխան քաղաքացիական հայցերում, այս գործի շրջանակներում էլ ասենք հաշվարկում ինչ-որ հաշվարկներ կան, ընդեղ ձևակերպված է այդ փողը ինչքան կարարելներ, ստեղ ձևակերպված է, թե իրական ինչ շարժ է եղել։ Հիմա եթե ինքը աճել է, ուրեմն շարժի մեջ դատի երևա ապացուցվի, չի աճել, չի չերը, բայց մի բանը որպեսզի աճի, ի սկզբանե ըլնի, հետո նոր սկսի աճել, այսինքն ինքը ի սկզբանե որպեսզի ըլնի, դի ենթադրյալ հանցագործությունը իրան գեներացնի։ Հիմա եթե գեներացրել է 100 միավոր, հետո տենում եք այդ 100-ը որնակ գնվել է, ասենք տուն, հետո այդ տունը 10 անգամ, 10 տարի հետո ասենք վաճառվել է 200 միավորով, ասում եք, հա, տեսեք այս 100 միավորը, ըստեղ ենթադրաբար այս կապը կա, գնաց դառավ 200, ես այս 200-ը ուզում եմ, որ ապօրինի բռնագազման օրենքի շրջանակներում
տեխնիկում է, այդտեղ ես չեմ ասում, դա չեմ ասում, բայց ես կոնկրետ հարց եմ տալի, դուք էլ կոնկրետ պատասխանեցիք, ուղղակի ինքը ուղիղ հակասում է մի էլի նախադեպային որոշումների, դրա համար եմ ճշգրտող հարց տալի, որ իմանամ գնամ ասենք դիրքորոշում ներկայացնել դրա մասին, թե ամեն դեպքում դուք այդ կարծիքին չեք, որ եթե ենթադրյալ հանցագործությունը գեներացրել է X գումար, կարող եք արդյոք դուք գնալ ապօրինի գույքի բռնագազման օրենքի շրջանակներում մանգակ X-ից ավել, թե չեկա, դուք ասում եք կարող եմ, իմ համար դա անուղղակի կապային է, որ ընդհանրապես եթե եղել է հանցագործություն, որից կարող էր առաջանալ նյութական օգուտ, եւ ուսումնասիրությունը, ուրեմն եկամուտների եւ ծախսերի մենք տեսնում ենք, որ համապատասխան չի, ուրեմն այդ գույքը կարող է բռնագանձվել։ Անուղղակի կապ կա, այսինքն այդ հանցագործությունը տեսականորեն օգուտ կարող է գեներացնել, ըստեղ էլ այդ ինչ-որ փողը քթե, ուրեմն անուղղակի կապ կա։ Ոչ դրա տարեթվի հետ խնդիր կա, ոչ էլ դրա գումարի չափի հետ խնդիր կա, դա ձեր դիրքորոշումը ճիշտ եմ հասկանում։ Հարկերի դատաստանը նշել, որ այստեղ հավանականությունների հավասարակշռումը ևս պետք է կիրառել, եթե անձը 2004 թվականից կատարել հանցավոր արարք, 2008 թվականին ևս, եւ այդ արարքները ֆինանսական օգուտ գեներացնելու հնարավորություն են տալիս, ըստ էության ավելի հավանական է, որ անձը այդ գումարները օրինակ դրել է շրջանառության մեջ եւ այլն, եւ ըստ էության գույքերի ուսումնասիրությունը հենց ենթադրում է հանցավորության դեմ պայքարի նպատակի իրագործում եւ ձեր կողմից նշված այն պնդումը, որ մի այդ պրակտիկային չի համապատասխանում այս ընթացքը եւ այլն, ամեն դեպքում թույլ է ձեր հետ չհամաձայնվել։ Այստեղ կարևոր է անդրադառնալ միեդի պրակտիկային այն առումով, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են եղել, երբ որ միեդը այդ որոշումը կայացրել է։ Օրինակ Յորդանովի եւ ընդդեմ Բուլղարիայի գործով ընդհանրապես այնտեղ իրավասու մարմինը կապ չէր պահանջում գույքի եւ հանցանքի հետ, ընդհանրապես չէր քննարկում, որ հանցանքի եւ գույքի հետ կապ կա, բայց այստեղ մենք խոսում ենք այլ իրավիճակի մասին, այսինքն այն իրավիճակը, որ դուք ասում եք, որ նման է այստեղ եւ պրոյեկտում եք այս իրավիճակի վրա, իրականում այդքան էլ նման չէ, որովհետեւ այնտեղի հաստական հանգամանքները այլ են եղել եւ ըստ էության օրենքները այլ եղել։ Եթե չեմ սխալվում, օրենքում ամրագրված եղել է, որ պետք է կապ լինի, հետո գնացել փոխել են օրենքը, կապը չեն պահանջել եւ ըստ էության Գերագույն դատանը արձանագրել է, որ այդտեղ կապ պետք է լինի, հետագայում առանց կապի գույքի բռնագանձում է իրականացվել եւ դրա շրջանակում միեդը արձանագրել է խախտում, դրա շրջանակում, որ ընդհանրապես կապի հաստատում չի իրականացվել եւ Գերագույն դատարանի կողմից դրա մասին արձանագրվել է եւ ըստ էության այնտեղ իրավասու մարմինը չէր հետեւել այդ պահանջին, այսպես ասած։ Հիմա բայց եթե վերադառնանք մեր իրականություն եւ մեր բարույթ, այստեղ իրավասու մարմինը չի էլ ասում, որ կապ չկա։ Եթե ասում եք պրակտիկայի մասով կիրառելի է այստեղ եւ այլն, այստեղ մենք ասում ենք այո, կապը կա։ Եվ կապի մասով անուղղակի կապ կա։ Եվ այդ անուղղակի կապն է մենք ապացուցում ենք, թե կապացուցենք թե չէ, դա արդեն թող դատարանը գնահատի։ Ամեն դեպքում մեր դիրքորոշումը այս մասով սա է։ Հասկացա, ես դա դիրքորոշում հասկացա։ Այստեղ միտքը հետևյալն է, նույնիսկ եթե ես ուղղակի կարճ ասեմ, որպես ձեր դիտարկման վերաբերյալ, որ ինքը իրականում Տոդորովն ու Յորդանովը դա չեն ասում, բայց նույնիսկ եթե մենք համարենք, որ դա են ասում, ինչ որ դուք ասեցիք, մոտեցումը հետևյալն է, այսինքն մեր օրենսդրությունը նույնպես չի նախատեսում կապ չի նախատեսում, բայց մեր սահմանադրական դատարանը ցիտելով Տոդորովն դեմ Բուլղարիայի գործը, այսինքն եթե տրամաբանությունը լիներ այն, որը դուք ներկայացրիք, մեր սահմանադրական դատարանը ընդհանրապես այդ գործին անդրադարձ չկատարեր, որովհետև այդ գործը փաստորեն քննվել այլ փաստական հանգամանքներով, այլ երկրի, այլ օրենսդրության պայմաններով, եւ այդ պայմանները փաստորեն վերաբերելի չեն մեզ, բայց եթե մեզ վերաբերելի չեն, սահմանադրական դատարանը չէ ցիտի, հետո եթե սահմանադրական դատարանը ցիտել է, ուրեմն վերաբերել է, բայց նույնիսկ եթե մենք դրանից անջատվենք եւ գնանք ձեր տրամաբանության, այսինքն մեր օրենսդրությունը նույնպես կապ չի պահանջում, բայց այդ որոշումից հետո փաստորեն այդ կապը պահանջվում է։ Եվ դուք փաստորեն ասում եք, այո, շատ լավ որ պահանջվում է,
մենք էլ այդ կապը կապացուցենք, ուղղակի մենք գտնում ենք, որ այդ կապը ուղիղ չի, այլ անուղղակի է այդ կապը։ Ես էլ ասում եմ, որ այդ անուղղակի բառն էլ որպես այդպեսին չի վերցվեց ինչ-որ օդից, այլ այդ անուղղակի կապն էլ է նկարագրված որպես այդպեսին մի եդի որոշումներով, այսինքն ինքը հենց այդ անուղղակի կապը այն մասով է ասում, որ ասում է դու պիտի հասկանաս, թե կոնկրետ որքան գումար է կարող գեներացված լինել այս հանցագործությունից եւ ցույց տաս, որ օրինակի համար, եթե այս գումարը գեներացվել է ենթադրենք այս պահին, այդ պահից հետո ինչ-որ պահի ժամանակի մեջ այդ ենթադրյալ ապօրինի գումարը ներդրվել է ինչ-որ տեղ, ծախսվել է, գույքա ձեռք բերվել, որը այլապես չէր կարող ձեռք բերվել։ Դա է ասում ուղիղ մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Եվ միևնույն ժամանակ նաև ասում է նա, որ եթե այդ գումարը արդեն ուրիշ ձևով բռնագանձվել է, այդ չի կարող պահանջվել։ Էդ էլ ասում։ Հիմա, բայց դա որ չասերել, դա մեր ներպետական օրենսդրությունն էլ է դրա մասին խոսում, այսինքն կոնկրետ, քանի որ այսօր արդեն մենք խոսում ենք, ինչի այս հարցը չի բարձրացվել, ասենք ենթադրենք մի տարի առաջ փորձը դե որոշումը չկար, որովհետև այն ժամանակ այդ կապը ուղիղ չէիք դուք պնդում, այսինքն դատախազությունը չէր ասում, որ ես կապում եմ այս ինչ ենթադրյալ ապօրինի գույքը, այս ինչ ենթադրյալ հանցագործության հետ։ Հիմա, քանի որ սա որոշումը կա, այդ կապը արդեն դուք տալիս եք, անուղղակի է թե ուղղակի, կարևոր չէ, այդ կապը տրվում է։ Այսինքն դուք այսօր պնդում եք ձեր դիրքորոշումը նայա, որ այդ կապը կա։ Ես էլ ասում եմ, եթե կապը կա, ուրեմն ինքը արդեն կոնկրետ նույն արարքի մասին, նույն փաստական անգամունքներ են։ Տեղի ամենը հետևել արարքը։ Հիմա այդ արարքը հանցագործություն կորակվի, ոչ իրավաչափ վարքագիծ կորակվի, ինչ կորակվի, այդ առանձին հարցը կապ չունի։ Այդ ենթադրյալ ուրեմն հանցանքը կամ ոչ իրավաչափ վարքագիծը գեներացրել է ենթադրյալ այսքան գումար։ Այդ ենթադրյալ գեներացված գումարը արդեն իսկ դատախազության կողմից պահանջվում է։ Հիմա դուք որ ասում եք, դե միած սպասենք տենանք դատական ակտ կայացվի, նոր այդ ժամանակ կտեսնենք, այսինքն այդ դեպքում կարող է դրանց տեղից հրաժարվենք, դա իրավաչափ մոտեցում չի կարող դիտվել, որովհետև նորից եմ ասում, թե հնարավոր չի նույն այս ապրանքի համար, ասենք լրիվ նույն, ասես դեղորը գնաց, ասենք չգիտեմ, այս խանութից գողացած է շիշը, վերս դրեց ստեղ։ Հիմա մի հատ ասում ենք խանութին վնաս պատճառած է շիշը ուզում ենք, մի հատ ասում ենք պաստորեն այդ եկամուտ չուներ, որ այս շիշը առներ, գողացել է, մի հատ էլ դա ապօրինի գույք է, մի հատ էլ վաղը ուրիշ հանցակազմով։ Այս շիշը վերջը դատախազությունը պիտի կոնկրետանա, ինքը ունի տնօրինչական լիազորություն, դա ձեր որոշումն է, ոնց եք ուզում ուզեք այս շիշը, ուզում եք շիշը ուզեք որպես փոխբան, վնաս պատճառված, ուզում եք որպես ապօրինի գույք ուզեք, ոնց գտնում եք ճիշտ, դուք դա ձեր լիազորությունն է, իրավունքն է, բայց չեք կարող բոլոր հնարավոր եղանակներով նույն շիշը ուզել եւ ասել, դե եկեք մենք օրինակ 3-4 դատը բանով մտնենք, այցով մտնենք դատարան, այս մեկը որ բավարարեց, այն ուսը չենք ուզի, չբավարարեց այն ուսը կուզենք, իսկ այսինքն ով է ասել, որ այդ բավարարումները ավելի շուտ կամ ավելի ուշ կարողանալու Երաշտյան դատական համակարգ կա, եւ այլն կա, այսինքն կարող այս մեկը բավարարել առաջացյանը, բայց հետո վերաքննի չէ, ասենք հետ ուղարկի կամ ասենք չուղարկի, այս գործը կարող է քննվի, բավարարվի, հետո վերաքննի չուղարկի կամ չբավարարվի, վերաքննի չէ, բավարարի, այսինքն մենք այս ինչ իրավիճակում առնելու էլի, այս մեր բանը քննությունը, մենք նույն գույքի, նույն անձանց շրջանակներում տարբեր դատարաններում քննարկելու են գործեր, որոնք կարող իրար հակասող որոշումներ կայացնել։ Լավ, երկուսն էլ ինչ-որ որոշում կայացրեց, երկուսն էլ մտալ օրինական ուժի մեջ։ Ինչ արնելու։ Այսինքն իրար հակասող դատական ակտեր են ելնելու։ Դες որը հնարավոր չի կարող լինի։ Դրա համար եմ ես ասում, բայց եւ դա նաեւ օրենքն է նախատեսել։ Տրամաբանությունն է դա ասում, ՍԴՆ-ն է ասում դա, մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում։ Այսինքն ինչ ասում, ասում է, եթե այս գումարը արդեն բռնագանձվել է, էլ չես կարող ուզես։ Կարաս ուզես, եթե կա քրեական ենթադրյալ հանցագործություն, բայց հնարավոր չի բռնագանձել քրեական վարույթի շրջանակներում։ Կամ այդ մարդը համաներվել է, կամ չգիտեմ ինչ ա եղել։ Այսինքն այդ փողը կա, ենթադրյալ, դուք իրան տեսնում եք,
Բայց ուրիշ շանս եք փողը ուզելու չունեք։ Դրա համար ձեր համար նախատեսվել է ապօրինի գույքի բռնագազման գործիք, որպեսզի հանցավորության դեմ պայքարի նպատակով եւ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով դուք կարողանաք վերջ-վերջ փողը ստանալ։ Բայց դուք չեք կարող այդ փողը 7 ձևի ուզել։ Դա չի բռնում է իրական, բանով է։ Այս այն ինչ որ դուք ասացիք դրա վերաբերյալ նկատառ։ Եվ այստեղ Պարոն Սուխանյան, ձեզ պետք է անդադամ, եթե հարցեր ունեք, հարցերը տվեք, ձեր առաքություններին հետո այս մասով վերջացեցի, ուղղակի նա էլ հարց տա, որովհետև այստեղ սդեն ուրեմն վարկյան հասկանամ էլի։ Այո, ուրեմն այստեղ մենք պիտի խոսանք նաև Սահմանադրական դատարանի որոշման 169 եւ 170 կետերի մասին, որտեղ մասնավորապես խոսում են այն մասին, որ այս առումով կոնկրետ 172 կետն եմ ցիտում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը պարտավոր է համաչափ եւ կանխասերելի կարգավորումներով որոշակիացնել օրենքով նախատեսած ժամանակահատվածը օրենքի ընթացակարգերի կիրառման համար վաղեմություն սահմանելու նպատակով իմիտը ունենալով ժամանակային երկու պայմանական ռեժիմներ։ Առաջին օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ եւ երկրորդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ձեռք բերված գույքի առնչությամբ խոսում այնպիսի կարգավորումների մասն է, որոնք անհրաժեշտ են այդ գույքի բռնագազման կարիք նախաձեռնելու համար ողջամիտ առավելագույն ժամկետ սկսած օրենքի ուժի մեջ մտնելու պահից սահմանելու համար, մյուս դեպքում օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքի առնչությամբ հարկ է նախատեսել կարգավորումներ, որոնք կսահմանեն այն հնարավոր առավելագույն եւ ողջամիտ ժամկետը, հաշված օրինակ գույքի ձեռքբերման եւ կամ պաշտոնական անձի պաշտոնավարման ավարտի պահից, որը լրացնելուց հետո տվյալ գույքի նկատմամբ օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրառման վաղեմություն պետք է գործի։ Այսինքն որպես այդպիսին սդեն նաև սահմանել է պարտավորություն օրենսդրի առաջ, որին այս օրենքը լրացնի, այսինքն այս օրենքը իր բնույթով թերի է այս բանը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը որպես այդպիսին ինչպես ասած ցիտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպեր, կարող ենք գուշակել, որ այդ նախադեպերում նշված ժամանակահատվածները ինչ-որ չափով պիտի հաշվի առնվեն, բայց դա օրենսդրի կամ նա օրենսդիրը պիտի հաշվի առնի կամ չառնի, ամեն դեպքում ասածս այն է, որ մենք այսօր նաև այս հարցով ենք, այսինքն մենք մի հատ գալու ենք մի հատ իրավիճակի, երբ որ ՍԴ-ի որոշումը պետք է կատարվի օրենսդրի կողմից, օրենսդիրը պիտի ժամկետները սահմանի եւ այդ բանը մենք նորից գալու ենք հայցի հիմքի առարկայի փոփոխության։ Դրա համար, որպեսզի մենք չգանք հայցի հիմքի առարկայի փոփոխության նորից, իմ դիրքորոշումը նա է, որ մենք պիտի հաշվի առնենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը, որոնք այդ ժամկետները նախանշում են, ասում են, թե ոչ ժամկետն է ընդունելի եվրոպական դատարանի համար, որը կարող համարվի համաչափ բեռի տեսանկյունից։ Նույնիսկ այդ պայմաններում այդ ժամկետների սահմանման պարագայում է մի ետ շարունակում եւ ասում, բայց ամեն դեպքում, որպեսզի բեռը լինի համաչափ պատասխանող կողմի վրա, պետք է լինի կապ հանցագործության հետ եւ այդ կապը չի կարող լինի վերացական։ Ինքը դիտի ու ասում, այսինքն կոնկրետ դա օրինակ կա, ասում մեկի մեղադրում եք, օրինքը չգիտեմ, դե 1000 եվրո յետադենք փող պետք է մուծես, չի մուծել, հետո գնացեք թելեք, չգիտեմ ինչքան, 1 միլիոն իրավունք չունեք, դե 1000 մանգարիկ, այսինքն ուղղակի կա այդ օրինակը։ Դրա համար իմ կարծիքը նա է նաեւ, որ քանի որ դուք այնուամենայնիվ բերելու եք եւս մեկ այցի հիմքի առարկայի փոփոխություն, ինչպես ասացի, հաշվի առնել նաեւ Սահմանադրական դատարանի այս պահանջը, որովհետև մենք ապագայում էսա արդեն լինելու է 4-րդ հայցի հիմքի առարկայի փոփոխությունները ստարտականում իսկ բանով, գործով, որպեսզի չունենանք էլի 5-րդը, 6-րդը եւ ստիպված լինենք նորից սկսել։ Շնորհակալ։ Այսինքն հարց չէ դա պարոն Սոթ։ Հա, այս ուղղակի կարճ ասացի։ Շատ լավ, այդ հարցեր կան։ Ես բան Կարող ենք անցնել հայցի առարկայի հիմքի փոփոխության միջնորդության քննարկմանը։ Այո։ Ներկայացրեք կինամեն։ Հարգելի դատարան, ներկայացնում օրինակները։
Հաշվարկի ֆայլը կա։ Հաշվարկի ֆայլը մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեմ, ըստ էության շատ չի տարբերվում նախորդ հայցերից եւ կողմերի։ Հաշվառելով, որ ծավալուն է, ինչ կարծիք են կողմերը, որպեսզի հետաձգեն քննարկության քննարկումը, անդամակողմերը ու նաև հաշվարկի ֆայլը ևս ուղարկվի, որպեսզի ամբողջական լինի։ Համապատասխան քարտեզական կազմում ծավալի Ուղղակի ինքնուսենց տեսքից մեկը մեկի կեսի չափ է, երկու բան կողմ, Մեկը առաջ հետա տպված, բան։ հա, ուղղակի երկու կոմանյա տպված մեկը հասկանում։ Դատանը հայց, որի վրա դնում է պարտականություն մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ հաշվարկի ֆայլը ներկայացնի դատարան և կողմերին և հաջորդ դատական նիստը։ Դեկտեմբերի կամ 8 կամ 9, դեկտեմբերի 8-ին պարոն Սուլթանյան, պարոն Հարությունյան այս դատանում նիստ ունենք ժամը 12-ին, կարող են ժամը 14:00-ին կամ կարող են ամսի 9-ին։ Ձեզ հարմար է դեկտեմբերի 8-ին տիկինավեն։ Դեկտեմբերի 8-ին ժամը 12-ին։ 12-ին արդեն նիստ ունենք, էլի։ Ուզում ասեմ։ Հա, դեպի գործողայինը պատրաստել հարց կա։ Դեկտեմբերի 9-ը։ Ձեզ հարմար է տիկինավեն։ Հարմար է։ Դեկտեմբերի 9-ը ժամը 10:00, հարմար է։ Այո։ Հաջորդ դատական նիստը նշանակվում է դեկտեմբերի 9-ին ժամը 10:00-ին։ Դատական նիստը հայտարարվում փակված։